Ստեղ թեմաներ կա, որ ես չեմ կարող եթերով ասել։ Թրիփը լավ է, բայց կողքից էլ Հնդկաստան, Չինաստան։ Ստալինի սահմանադրությունը շատ լավն էր, բայց ասենք չէր պահվում։ Եթե ձեր մոտեցումը էս է, ախպեր ես չեմ խաղում։ Մենք ուզում ենք, որպեսզի լինի նախագահական համակարգ։ Ուզում հասնեմ ասել ինչ որ բան ասեմ, Ֆրանսիականում հակակրթությունների մի քիչ Չգիտենք վաղը մեզ ինչ մասշտաբի պատերազմ որտեղ պետք կլինի։ Բարև ձեզ, եթերում լուրջ քաստն է, շնորհակալություն որ մեզ դիտում եք YouTube-ում, չենք մոռանում բաժանորդագրվել, զանգակը սեղմել եւ կարող եք նաեւ մեր ոդկասթը լսել բոլոր հասանելի ձայնային հարթակներում, որտեղ շատ մարդիկ լսում են։ Իսկ այսօր մեր հյուրն է Հայկ Մանասյանը, բժիշկ եւ հիմնադիր կուսակցության հիմնադիր, նախաձեռնող խմբի անդամ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչու որոշեցիք sense խզել կապերը բժշկության հետ ու մտնել քաղաքականություն։ Չի խզել։ Բժշկությունը շարունակում եմ եւ շարունակելու եմ։ Այ հաջողության դեպքում։ Հնարավոր բոլոր սցենարների դեպքում։ Նարեկը խզեց, էլի ձեր փոխարեն կապը։ Չէ, հիմա ով մասնակցում ընտրությունները, բոլորը ասում են, որ մենք գնում ենք հաղթանակի բանով։ Օբյեկտիվորեն ժամանակը չի երեքի։ Բոլոր դեպքերում գիտակրթական գործունեությունը թույլատրելի է անգամ ազգային ժողովի падգամավոր կամ պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում գիտակրթական գործունեությունը թույլատրվում է։ Այսինքն առնվազն այս տիրույթում բժշկությունը ինձ համար մնում է օրինական, թույլատրելի։ Էդից թվում է այն ռաշոտով են գրել, որ երկիրը անընդհատ турբուլենտ քաոսի մեջ չի լինի։ Այն հանգիստ Շվեյցարիայոտ երկրում հատած գիրք գրեք, համատեղեք, իսկ մեր Շվեյցարիայոտ երկրում տեսեք ինչ հետաքրքիր բան կա։ Ասում այ որ բանը, քանի որ ոչիլ ունի, դու ինձ տվեցիր, էլի Շվեյցարիայից, ասում եմ որ Շվեյցարիայի մասին պատմեմ, Շվեյցարիայոտ երկրում սենց է, падգամավորության զուգահեռ ինքը իր աշխատանքը խրախուսվում է որ շարունակի, ոչ թե դադարեցնի, որովհետև նրանք գտնում են, որ ժողովրդի հետ կապը պետք է, որովհետև եթե մարդը թողնում է իր գործը եւ բացառապես քաղաքականությամբ զբաղվում, նա կտրվում է իրականությունից, կտրվում է մարդկանց խնդիրներից ու ստիպված է լինում պերաշկի ուտելով, ասենք Տիմուրովեցի պես տատիկներին օգնելով, բան տեղափոխի 5 տարին մեկ, որպեսզի ցույց տա, որ ինքը ժողովրդից մեկն է կամ ես ձեզանից մեկն եմ, իրականում եթե նա շարունակում է ինչ որ գոնե սահմանափակ չափով իր գործը անում, շաբաթը 5 օր թող չաշխատի, 2-3 օր աշխատի, բայց կապը ժողովրդի հետ մնում է, մարդիկ նրա հետ կոնտակտի մեջ են լինում, շարունակում են մնալ։ Եվ երկրորդ աշխատավարձի հարցն է լուծվում, այնտեղ падգամավորը բավականին համեստ աշխատավարձ է ստանում, միջին աշխատավարձ։ Եվ նրա լրացուցիչ ապրուստը նա վաստակում է իր ամենօրյա քրտինքով, ջանքով, իր բուն մասնագիտությունը անելով։ Այսինքն այս ընդունված մոդելը Շվեյցարիայում։ Ես այսքանով արդեն բարոյական իրավունքի սահմանափակում չեմ տեսնում, որ պետք է այդ գործը շարունակվի։ Նամանավանդ, եթե մարդուն օրինակ բժշկին կամ հանրային այսպես կապերով այլ մարդու դու падգամավոր է դառնում, ենթադրենք 5 տարով ու արգելում ես աշխատի։ 5 տարի հետո նա պետք է վերադառնա իր գործին, որպեսզի տուն պահի։ Օրինակ գաղազարանը հիմա պետք է վերադառնա չգիտի։ Դու կտրել ես նրա այն հին ամբողջ աշխատանքային սոցիալական կապիտալը, լավ ես։ Սոցիալական կապիտալը դու այդ մարդու ջնջել ես։ Ինչ անելու ինքը ուրեմն սկսելու է ճանկռելով շարունակի մնա իշխանության, կարճած լինի աթոռին, որովհետև այդ մարդու աթոռը պաշտոնը ոչ միայն ինչ որ այնտեղ փառք, հարմարություն, արտոնություններ, այլ դա վերջին միջոցն է այդ մարդու ապրելու համար։ Իսկ ինքը, ասենք 5 տարի չի զբաղվել, update չի եղել, չի թարմացել, շարունակական կրթություն չի եւ դա չի աշխատել։ Դե հա։ Այս մի խոսքով ուզում եմ ասեմ բոլոր դեպքերում մասնագիտությունը պահելու եմ, հա։ Այդ հա Նարեկին մի լսեք, դուք այդ պահեք։ Ես փորձեմ ձևակերպեմ այն հարցը, որը Նարեկը ուզում էր ձևակերպել։ Ուրեմն ընտրություններ են գալիս։ Դուք եք մասնակցում։ Հիմա հասկանանք ինչ դաշտ է ստեղ, հա։ Հիմնական խաղացողներն են, հա, իշխող ուժը, ասում են, տեսեք, մենք կլինենք խաղաղություն կլինի, արհեստական բանականություն կլինի։ Կա մյուս ուժը, մեր ձևով ասում է, մենք կլինի տենց բոլորը հարուստ կլինեն, աշխատատեղ կլինի, փոքր բիզնեսը քիչ հարկ կվճարի, կան չվճարի եւ այլն։ Քոչարյանը ասում է Ռուսաստանի հետ
օփշիլավենք trip-ին։ Հա, ու բոլորի մոտ կարմիր գծով trip-ն է անցնում։ Մեկը տենց trip-ը նախաձեռնել է, մյուսը ասում է կպահենք, մյուսը Քոչանն ասում է trip-ը կպահենք, կողքից կավելացնենք տենց Չինաստան, Ռուսաստան, Ֆինլանդիա, Նյուֆաունդլենդ, բան, չգիտեմ ոնց են միացնելու։ Այդ մյուսներն են, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասում են trip-ը լավ է, բայց կողքից էլ Հնդկաստան, Չինաստան, բայց դա չգիտեմ ոնց են բանալու, բայց trip-ը կարմիր գիծ է պահում ենք։ Ու այն մյուս ուժերը, որոնք համատաբար ավելի քիչ շանսեր ունեն, ու հիմա կա նաև բոլորին դեմ, որոնց հետ համագործակցությունա կարծես թե ուրվագծվում, որոնք տենց հոգնել բոլորից։ Որն է ձեր ֆիշկան։ Trip-ի հարցում թե ընդհանրապես։ Ընդհանրապես ու դեպի trip գնանք։ Ուրեմն երեք նախ բոլորին դեմի հետ կապված ասեմ, որ համագործակցում ենք բոլորին դեմի հետ եւ գնալու ենք միասնական որպես միասնական թիմ, միասնական ընտրությունների։ Այդ ընթացքում պահելով հիմնադիրի գաղափարական եւ ծրագրային դրույթները ներկայացնելու, մարդկանց ծանոթացնելու այդ գործառույթը, ինչու, որովհետեւ բոլորին դեմ եմ նախագիծը, ինքը կարճաժամկետ 100-150 օրվա ծրագիր է, հիմնադիրը առաջարկում է, հիմա ֆիշկաները կներկայացնեմ, 5-10 տարվա ծրագիր, կամ ամենավերջից մեր ֆիշկաների։ Ուրեմն ուզենք թե չուզենք այդ արհեստական բանականություն կլինի, որ ասել են, լինելու է արհեստական բանականություն, այլ բան, մենք այդտեղ լինելու ենք թե չէ, այսինքն այսպես թե այնպես ապագա կա։ Այլ հարց, ապագայում մենք կանք, եւ եթե կանք մենք ապագայում, ապա որտեղ ենք մենք ապագայում։ Ուրեմն ուսումնասիրել ենք տրանսպորտի, առողջապահության, IT ոլորտի բազմաթիվ վերլուծականներ կան, լուրջ վերլուծականներ, որոնք կանխատեսում են առնվազն աշխատաշուկան առաջիկա 5-10 տարիների ընթացքում։ Տեխնոլոգիաների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում, մասնագետների զբաղվածության աստիճան եւ այլն։ Արդյունքում գալիս ենք նրան, որ ընդհանուր միջինացված գծերով, որ առնվազն 1/4, 1/3-ի չափով աշխատատեղերը կրճատվելու են, դա ուզենք չուզենք, այդպես գնում է աշխարհը դրան։ Եվ տեխնոլոգիաները մտնելու են տարբեր ոլորտներ, հատկապես մտավոր գործունեություն պահանջող։ Այսինքն այսօր օրինակ գրաֆիկ դիզայն, ես մի պացիենտ ունեի, ընդունվել է առաջի կուրս գրաֆիկ դիզայնը սովորում։ Նա ավարտելու է եւ իր մասնագիտությունը որպես այդպեսին չի լինելու։ Շատ կոշտ պնդում չի, մաքսիմալիստական։ Համարենք սա կոշտ պնդում, օրինակ բժշկության մեջ, հա։ ChatGPT-ն շատ լավ դիագնոզներ էլ է տալիս, բայց նույնը վերաբերում է բժշկությանը, հատկապես այն ամենը, ինչ վերաբերվում է ռենտգեն կաթեի յամեր, միկրոսկոպի տակ դիտարկվող դիագնոզներ, այսինքն հյուսվածաբանական, միկրոբիոլոգիական հետազոտություններ, աչքի հետազոտություններ եւ այն ամենը, ինչ նկարի հետ է կապված, նկար վերլուծելու հետ է կապված։ Սա մեկ։ Երկրորդը թղթաշրջանառությունն է կտրուկ կրճատվելու, պացիենտի հետ թղթաբանական աշխատանքն է կտրուկ կրճատվելու, դիագնոզ դնելու եւ այսպես ասած բուժում խորհուրդ տալու գործառույթը բազմապատիկ անգամ արագանալու է եւ Հայաստանի դեպքում դառնալու է շատ ավելի որակյալ։ Այլևս բժշկի այդ միջին ընդունակությունների եւ գիտելիքներից այդքան էլ կախված չի լինելու, թե այդ դիագնոզն ու այդ բուժումը ինչքան արդյունավետ կլինի։ Կներեք, ես պետք է ընդհատեմ, որտեվ դուք շատ հետաքրքիր մարդ եք ու մենք անընդհատ տարբեր ինֆորմացիա ենք ոնց որ կորզելու ստանալու։ Դրա համար բան ենք, բայց փորձենք մեր այն հիմնական բաների վրա կենտրոնանք, հա, ձեր ընտրությունների մասնակցությունը, ձեր ֆիշկաները, trip-ը։ Հիմա Որտեվ հա այս ամենը ապագայում AI-ը ու գնաց AI մի քիչ շատ հիմա նախ կոշտա թե չէ այդ դրույթը, եթե մի բժիշկ կարողանալու է 5 բժշկի գործ անի, 3 բժշկի գործ անի, բժիշկը մնում է, ստորագրությունը մնում է։ Բայց եթե մի բժիշկ կարողանում է 3 բժշկի գործ անի, այն 2 բժիշկը ինչով են զբաղվելու։ Այս այն հարցին, որ այո, մտավոր աշխատանքի բոլոր ոլորտներում արդյունավետությունը մեծանալու է։ Հիմա հարց մենք երկրով պետությունը պատրաստվում է դրան։ Եթե նա տալու է ենթադրենք գործազրկության նպաստ ում հաշվին է տալու։ Եվ պետությունը 5-10 տարվա դա մոդել է աշխարհում կանխատեսվող։ Երկու տարբերակ ունի այս տենդենսներին։ Կամ հետաքցում, թույլ չի տալի որ մտնի, չի խրախուսում, որով դառնում է հետամնաց, նու կարա տենց լինի, տարբերակ է։ Լուկաշենկո մոդելը։ Մյուս տարբերակը, ինքը գնում է աշխարհի հետ ու իր մոտ լինելու է այս կամ այն չափով ճգնաժամ, առնվազն տնտեսական ճգնաժամ։ Ավելին, եթե երկրում էլ չլինի ինչ որ հրաշքով այստեղ փիլիսոփաներ իշխեն, աշխարհում է այս տենդենսը եւ
Սրան պատրաստվում են երկրները Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Չինաստան, արդեն 10 ու ավել տարի։ Այն Եվրոպայի սոցիալիստական կամ սոցիալական մոդելը, որ ինքը կառուցումը, հենց ինքը դրան է պատրաստվում։ 2010-ականների կանխատեսումները եղել են նենց, որ 2020-ականներին լինելու է մեծ գործազրկություն եւ օրինակ ավտոմեքենաշինությունը, օրինակ ներքին այրման շարժիչի վրա, դա ուղղակի դառնալու է ավելորդ։ Այդ կանխատեսումն եղել է։ 10 տարին անցել է, այդ մեծ ցնցումները դեռ ուշանում են, դեռ հապաղում են։ Ու Եվրոպան այս 10 տարի կառուցել է, սպասել է դրան։ Այսօր մենք նայում ենք, տենում ենք Եվրոպայում ինչ ա եղել, Mercedes-ը գնացել է, BMW-ն գնացել, այսինքն Չինաստան են, չէ՞, բոլոր տեղով։ Բայց ինչի Եվրոպան չի աշխատել նրանց պահելու ուղղությամբ, որովհետև 10 տարի առաջ նրանց անալիտիկները ասել են, նրանք պետք չեն մի պահի։ Մտածեք ուրիշ բան, ոնց ենք դիմագրավելու այս ամեն ինչի։ Եվ ինչ եք դուք առաջարկում Հիմա ես արում։ Կարանք օրինակ Չինաստանի օրինակը բերենք, որ պլանային տնտեսությունը այսից 2 ձեռով պահում է, որտեղ պլանային տնտեսությունը լինելու է այս ճգնաժամերի հաղթահարման մի հատ ուրիշ լուծակ։ Եվ Թրամփի մոտեցումը, որը երրորդ տարբերակն է նման ճգնաժամերը հաղթահարելու, դա պատերազմներն են, որտեղ մեծ ռեսուրսներ են սպառվում եւ լենդ-լիզներով Ամերիկան կարողանում է այդ տնտեսությունը ոտքի վրա պահի։ Թրամփն էլ հիմա գնում է աշխարհ քաղաքական ապակայունացման եւ հաստատված ինստիտուտների այսպես դեգրադացիայի է տանում։ Ինչու՞, որտեղ նա էլ իր մոդելն ունի, ասում է, լսեք, ոչ այդ սոցիալական ապահովության ծրագրերով ենք մենք եվրոպական, ինչը մտածում էին դեմոկրատները ի դեպ։ Ոչ Չինաստանի պլանային տնտեսության լծակներով ենք մենք կարողանալու։ Մենք ուրիշ մի բան պետք է մտածենք, փորձված թանը, ասում եմ, անփորձ մածունից լավ է։ Փորձված թանը նման մեծ ցնցումներ, առաջին երկրորդ ինդուստրիալ հեղափոխությունները 150 տարի առաջ, վերեցին առաջին եւ երրորդ համաշխարհային պատերազմներին։ Այսինքն դա էլ է լուծում։ Լավ է, վատ է, հիմա խոսում ենք պրագմատիկ, արժեքայինը դնում ենք մենք կողմ, գնահատում ենք ինչ կա։ Դա էլ է լուծում։ Ու ոնց որ թե Թրամփի գոնե թիմը կամ նրանց կոնսուլտանտները կամ նրանց անալիտիկները գնում են այդ ուղղությամբ, որ տրեք մեզ անկայունություն է պետք ու շատ մի տենց կայունացրեք աշխարհը, չգիտենք վաղը մեզ ինչ մասշտաբի պատերազմ որտեղ պետք կլինի։ Ստեղից գալիս է արդեն նրանց վերաբերմունքը հնարավոր պատերազմ անողներին հետ լավ լինելու, լենդ-լիզ պիտի տան, ով օրինակ Ռուսաստանը հնարավոր պատերազմ անողներից է։ Եթե չգիտեք, լավ, հիմա վերադարձանք, էսի կարող է մի քիչ ֆանտաստիկա գնացինք, հիմա եկանք մեզ։ Մենք այս ամեն ինչը հասկանում ենք սկզբում, հետո պատրաստվում ենք սրան։ Արդյոք գործոն ենք вообще այդ։ Եվ արդյոք հիմա լուծումը, հիմա գնացինք ավելի փոքր, լուծումը, գնացինք հետ։ Ենթադրենք այսքան այսպես ապոկալիպտիկ չի, ավելի փոքր ճգնաժամային մոդելներ ա լինելու, բայց էլի Հայաստանի համար դա լուրջ է։ Ինչ պիտի անենք։ Այստեղ գրաֆիկով որ կարողանայի ներկայացնել ավելի լավ կլներ, տեսեք ոնց է լինում տեխնոլոգիաների ներմուծումն ու տարածումը ընդհանուր առմամբ, այս մի հատ էս օրինաչափությունը, այտենց Ռոջերս 1962 թվականին ինովացիաների դիֆուզիան, այսպեսի մի հատ գիրք ա գրել, որ 2000-ական թվականներին եկել է սոցիոլոգիայի երկրորդ ցիտվող, ամենաշատ ցիտվող early adopter-ները սկզբից հետո սկզբում գալիս են նրանք, ովքեր ստեղծում են տեխնոլոգիան, հետո էնտուզիաստներ, որոնք սկսում են դա օգտագործել, հետո մի անգամից կտրուկ, այնտեղ 34 գումար 68%-ի ներգրավվածություն ալում, կտրուկ, շատ արագ։ Այս անցումն է բերում նրան, որ առաջ է գալի ճգնաժամ։ Թե չէ հետո էլի գալիս ենք ինչ որ հավասարակշռության վիճակի, հա, օրինակ, հա, էլեկտրական լամպերը ի հայտ եկան, բայց հետո եկավ հավասարակշռության վիճակի, նավթա մուղները, խողովակաշարերը ի հայտ եկան, հետո եղավ, չգիտեմ, պողպատի սինթեզման քիմիկատների արտադրության, այս ամեն ինչը ի հայտ եկան, մի հատ ցնցում եղավ, մի հատ գործազրկություն եղավ կամ երկար տևողության մեծ դեպրեսիա եղավ, ասենք Միացյալ Նահանգներում։ Հետո եղավ կայունություն, մեկը կայունությունը գալու է, խնդրեմը անցման շրջանը ոնց է հաղթարում։ Ցանկացած պետության եւ ցանկացած իշխանության առաջ դրած է դա, թե դու անցման շրջանը ոնց ես հաղթահարում, որովհետեւ շուկան անցման շրջանում այսպես չակերտավոր տնտեսագիտական գենոցիդ է անում։ Շուկան դառնում է ջունգլի օրենքի այն լավագույն մարմնավորումը, ով հինես վերապրոֆիլավորման խնդիր ունես գնացիր, ով է հասցնում, ով է նորարարը, ով է ավել ու ով հասցնում է նրան էլ թողնում է այսպես լողալու, մյուսները խեղդվում են։ Պետությունը այս անցումներում չի կարա ուղակի թողի տեսնի շուկան ինչ կանի, ոնց է էլի ժողովուրդը տենց տնտեսագիտական իմաստով կոտորվում։ Հիմա վերադարձանք, բա ինչ պիտի անենք։ Մյուս
հնարավոր լուծումը։ Այսինքն մի լուծումը ուշացնել, դանդաղացնել, ինովացիաների մուտքը բարթացնել, որպեսզի ինովացիան այդպես շռնդալից չմտնի, մեկ ուշացնել։ Մյուս տարբերակը արագացնել։ Արագացնել այն, ինչը պիտի տեղի ունենա, բայց ոչ թե այդպես կտրուկ։ Աշխարհը հələ գնում է այդ կտրուկ զարգացումների, դեռ չի հասել։ Այս վերջերս այդ էլի մի վերլուծություն կար, որտեղ տալիս է, որ տեխնոլոգիաները իրենց հնարավոր պոտենցիալի մի փոքր մասն են դեռ ծածկում, այսինքն ահռելի դաշտ կա մտավոր աշխատանքի տիրույթում, որտեղ տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, այդ հաշվողական ռեսուրսները կարան ծածկեն։ Օրինակ բժշկության մեջ անալիտիկան 23 թվականի, 24 թվականի բան եմ ասում, վերլուծությունների արդյունք, ասում է հիմա այդ հարցը չկա։ AI-ը կարա այս գործը անի թե չէ։ Պատասխան այո, կարա։ Ոնց։ Բայց դա կարող ենք ինտեգրել սահուն առանց խզումների եւ էթիկական հարցեր, իրավական հարցեր, խնդիրը այսօր դա է, խնդիրը այլևս այն չի, արհեստական բանականությունը դա կարում անի թե չէ, դա կարում անի։ Արդեն մեր մեջ է խնդրեմը։ Բայց հիմա օրինակ ոլորտներ կան, որտեղ մենք իսկականից ընդունել ենք տեխնոլոգիան։ Օրինակ այս քանակի տեսախցիկներ, ոնց որ մեր մոտում Ամերիկայում հաստատ չկան, հիմա արդեն այս վերջերս եկան դամաֆոններին է ավելացրեցին, այսինքն ամեն տեղից ինչ որ նկարահանում է գնում, որը դες շատ երկրների համար, որ մենք համարում ենք առաջատար, շատ խորտ բան է իրականում։ Կարող է մենք Անձնական կյանքի, մասնավոր կյանքի օրինակ մենք վերացրել ենք, բանկայինը վերացրել ենք։ Առաջատար միշտ չի նշանակում լավ։ Համաձայն եմ, որ դա էլ առանձին հարցեր է, որոնց պետք Ուզում եմ ասեմ, մենք ունենք այդ բանը, էլի, պոտենցիալը, որ այդ ձեր ասած երկրորդ մոդելով կգնա։ Այստեղ երկու խնդրեմ կա։ Մեկ կիբերանվտանգության հարցը, այսինքն առաջին, որ այս ամբողջ ինֆորմացիան քո երկրում է մնում, քո սերվերներն են պաշտպանված են, թե այս ամբողջ ինֆորմացիան հենց այնպես կպած է։ Դե հենա Իրանում տեսանք ոնց էին սաղ այդ տեսախցիկներին կպել։ Առաջին, այսինքն պետությունը, որ պիտի ստեղ հարց ունի լուծելու, դա կիբերանվտանգության հարցն է, որը մի օրում լուծելու չի ու անընդհատ կատարելագործվող զարգացող բան է։ Մյուս կողմը հարցի էթիկական կողմն է, այսինքն մարդու իրավունքներ, անձնական կյանքի անձեռնմխելիություն եւ այլն։ Այս ամեն ինչի գոնե իմ համար, հա, ոնց, եթե սա մի կենտրոնի վրա, գոնե սկզբնական շրջանում, հա, մինչև հասկանանք ինչ ենք անում։ Եթե սա մի կենտրոնի վրա չկենտրոնացվի, եթե օրինակ բժշկական ինֆորմացիան մնում է բժշկական ինֆորմացիա, ինքնավար էլեկտրոմոբիլները առանց իրանց ինֆորմացիան մնում է իրանց ինֆորմացիան։ Եվ սրա վրա ունենանք այդ տարբեր քաղաքական միավորների կողմից եւ հասարակական սեկտորի կողմից վերահսկողություն, որտեղ ամեն մեկն է գտնի մի մասնագետ, ով կարողանա այդ վերահսկողությունը կոպիտ ասեմ, մի հատ այտենց օրինակ, թե այդքան էլ կապ չունի, ասենք երկրներ կան, որտեղ քվեարկությունները, ընտրությունները էլեկտրոնային են, չէ՞, մարդիկ ու այդ ամեն ինչի կիբերանվտանգության հարց կա, այդտեղ կիբերանձեռնմխելիության հարց կա ու անում են, չէ՞։ Այդ համակարգերն աշխատում են։ Այսինքն կիբերանվտանգություն ճիշտ է, այստեղ այդքան էլ համեմատելու չի, բայց որպեսզի պատկերացնենք, որ հնարավոր է ինչ որ ձևով վերահսկել։ Եվ երկրորդ հարցը, այո, որոշում ենք, որ այս ամեն ինչը մեզ պետք չի, արդյունքում մնում ենք հետամնաց, եւ տարբերակ երկրորդ, մտածում ենք այս ամեն ինչը մեզ պետք է, բայց եկեք ոնց անենք, որ այս հարցերը լուծենք։ Բայց սկզբում պետք է հարցը դրվի, չէ՞։ Եթե քաղաքական հարցը ձևակերպած չի, եթե ահռելի սկսած հարկաբյուջետային փոփոխություններից վերջացած կրթական համակարգի վերանայում, որտեղ այս ամեն ինչը պահանջում է լուրջ կրթական համակարգի վերանայում, այս ամեն ինչը բերում է պաշտպանության վերանայում, այս ամեն ինչը նույնիսկ Էստոնիայում հիմա տես բան կա, որ որոշ գումարի չափով դատական վեճերը արհեստական բանականությունն է լուծում դատարանները ծանրաբեռնվածությունից հանելու համար։ Որ եթե փոքր գումար է այդ դատական վեճը, արհեստական բանականությունն է, դա ներդրել են դա։ Էստոնիան ընդհանրապես այդ խելացի պետության, թվային խելացի պետության Այդ հավես ֆիչերներն են։ Այդ ոնց որ հիմա որոշենք, որ կլինիկայում ինչ ժուրնալներ ենք դնում այս սեղանին, երբ որ մարդը գալիս սպասում է։ Այդ հետոյվա հավես հարցերն են։ 14 միլիարդ պարտք Շուտ մեծ որոշում ենք Ռուսաստանի հետ ենք, Ամերիկայի հետ ենք, թե ինչի հետ ենք, Ադրբեջանի հետ ոնց ենք հարաբերություններ կառուցելու, հավակնություն ունենք Արցախի, չէ, հաշտվել ենք, որ այս սաղ մեծ խնդիրները թողած, այդ կիբերանվտանգությունը ձեր եթե գաք իշխանության 716-րդ հարցն է մոտարպես, այս հիմնական հարցերին ինչ մոտեցում եք առաջարկում, որ տարբերվում է մնացածներից։ Դուք գիտեք, տենց ասացված կա կամ խոսք կա, որ ասում է գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմներին։ Դուք հիմա նշում եք նախորդ պատերազմների խնդրեմը։ Բայց այդ այն բանն է, ժառանգությունը, որ ով գա ստանում է։ Մենք որպես
մի քիչ պոպուլիզմ անող, մի քիչ մեզ կներեք, բայց մեզ մեկ է էլի, այս ամեն ինչը մարդիկ ինչքանով են լուրջ պատկերացնում, մենք գիտենք, որ այսօր դրա մասին պետքա մենք արդեն ներկայացնենք, որտեղ 5-10 տարի հետո միակ դեպքը, որ մենք այս ամեն ինչից խուսափելու ենք, դա հետամնացությունն է։ Ուրիշ ձև չկա, այսինքն մենք մեր խնդիրներով, այդ ամբողջ խնդիրներով, եթե այդ ամբողջ խնդիրները տեխնոլոգիական զարգացման լուծումներից չեն օգտվում, այսպես թե այնպես դատապարտված ենք։ Բանը Աստվածաշնչում էսպիսի բան է Քրիստոսն ասում, չէ, ասում որ հավատա նրանին կփրկվի, ով որ չհավատա արդեն իսկ դատապարտված է։ Ժողովուրդ, ով որ տեխնոլոգիաներին քայլ արեց, վերցրեց եւ օգտագործեց, նա կփրկվի։ Ով չէ, նա արդեն դատապարտված է։ Դուք ինչքան ուզում եք գույքագրեք ու ցուցակագրեք մեր ուզենացած խնդիրները, այսպես այնպես, այդ խնդիրներին այն ամեն քաղաքական ուժից մի հոգի լավ անալիտիկ կա, որ կգա եւ կպատմի թե նախորդ պատերազմների ոչ ոք դրա չի հակադրվում։ Հա, ով որպես տեխնոկրատ չի, տեխնոլոգիաները ապագան դա ասեք փիլիսոփայական զրույց է Ախը դա 5-10 տարի է, դա հերավոր ապագա։ Դուք քարտեզագրում եք, Դա իսկ քարտենք ու մեր հա, ինչու ենք մենք հիմա դրա մասին անհանգիստ, որովհետեւ մեր լուծումը, այսինքն դա խնդրեմ, բա լուծումը որն է։ Այսօր եկող տարի դու արդեն մտածի քաղաքը ոնց է կահավորում, այսինքն ասֆալտը անում ես, չէ՞ մեկը, հա անում ես։ Այս տեխնոլոգիան մեր կողքով անցել։ Այդ գծանշումն անում ես, ծախսերն, ուրեմն ծախսերը տարա այնպես, որ տրանսպորտը 5 տարի հետո ենթադրվում է որ 90%-ով, այսինքն տենց օրինակ ամերիկյան անալիտիկ կենտրոնների մի քանի կենտրոն ասում է ամեն 90%-ից ավելին անցած մղոնների լինելու է ինքնավար մեքենաների կողմից իրականացված առանց վարորդ։ Այսօր արդեն Միացյալ Նահանգներում ապահովագրական ընկերությունները առանց վարորդ մեքենայի վթարը ավելի լավ են փոխհատուցում, ավելի վստահում են նրա անմեղությանը, քան թե եթե դա վարորդով ա եղել։ Նայեք, արդեն ապահովագրական ընկերությունը ինքը լուրջ անալիտիկա է անում։ Ինքը ասում է ճիշտ ես ասում, լսի, եսի ավելի անվտանգ է, Էլի абստրակտ գնացինք, էլի հիմա այնց абստրակտ դա այսօր է, դա այսօր, հենց այսօր կարող իրականորեն որ դիզելով ավտոբուսը չեն կարնելու։ Եթե մենք այսօր Չինաստանին բան ենք տալիս, պատվեր ենք տալիս, որ 2 տարի հետո պիտի գա։ Այսօր երեխեքը նորից եմ ասում, ընդունվում են մասնագիտություններում, որոնք միգուցե ավարտելուց չլինեն, կամ սովորում են մի ձևով, որը իրանց ավարտելուց չի տալու այն գիտելիքն ու հմտությունը, որը պետք է, օրինակ սիմուլյացիոն կենտրոնների առաջ ոնց էր, չէ, գալիս էինք, ավարտում էինք, հետո պրակտիկանտ որպես աշխատում էինք 2 տարի, հետո դառնում էինք արդեն ավելի հմուտ մասնագետ, հիմա այդ պրակտիկանտ փուլը դուրս է գալի արանքից։ Այդ ամբողջ մտավոր աշխատանքը, որ պրակտիկանտն է անում, ավելի լավ անում է տեխնոլոգիան։ Արդյունքում ինչի վրա է այդ նորավարտը փորձ ձեռք բերելու, եթե ոչ ստիմուլյացիոն կենտրոնների Այսինքն ինքը պետք է գնա այդ պրակտիկանտը ձևացնեն, թե պրակտիկանտը աշխատում։ Իսկ միգուցե իր 4-5 տարվա կրթության վերջի 1-2 տարին հենց ուղղակի ստիմուլյացիոն կենտրոններում ինքը անցկացնի։ Հասկանում եք, եւ լիքը գիտելիքներ են պետք չեն, որովհետեւ դա հնարավոր է, բայց մտածելու ունակությունը ավելի կարեւոր է, քան հիշել անհամար ինֆորմացիա։ Ավելի շուտ կամ օպերատորությունը AI-ի հետ։ Մեր լուծումը հետեւյալն է. որպեսզի այս ամեն ինչին մենք չբախվենք հանկարծակի, սրան պետք է նախապատրաստվել պուճուր կտորներով, թե կրթության ոլորտում, թե ռազմական, թե նույնիսկ արտաքին քաղաքական, որտեղ ասեցի, սա բերում է համաշխարհային հնարավոր ճգնաժամ, ընդհանուր միջև բախումներ, կոնֆլիկտներ։ Արտաքին քաղաքականությունից միջև պաշտպանություն, կրթությունից միջև առողջապահություն, իրավակարգից իրավապահությունից միջև արդարադատություն, այս բոլոր ոլորտներում պետք է այսօր 3 էր պետք։ Մեր IT ընկերների հետ որ խոսում ենք, ովքեր այս հարցերով զբաղվում են, ահագին իրանք իմ վրա աշխատել են, էլի միջև այս 1-1.5 տարիների ընթացքում հասել ենք սրան։ Ասում եմ, լսի, լավ, երբ է պետք սկսել, ասում եմ, ուշացել ենք 3։ Եթե ուզում ես ճիշտ իմանաս, իրանց պատկերացնելով, քանի որ իրանք այդ ամեն ինչից, ասում եմ 3 պետք է սկսել։ Եվ առաջինը իրանք են վերանալու։ Պետք է մենք բերենք դա փուլ առ փուլ աստիճանաբար ներմուծենք, որպեսզի օրինակ, հա մի օրինակ։ Գոնե մի օրինակ։ Նայեք, մի օրինակ։ Տրանսպորտի վրա լինելու են ինքնավար տաքսիներ, քաղաքի մեջ գոնե, մանավանդ մեր քաղաքը 2 կիլոմետր է, հա, ծայրահեղ լինելու են ինքնավար տաքսիներ։ Էդի պնդում է, խոստում է,
առաջարկ կա։ Դա ապագայի կանխատեսում է լրջագույն վերլուծական կենտրոնների կողմից արված, որին մենք հայ քաղաքական միտքը անհաղորդ նստած խոսում է, չգիտեմ, Pripits։ չէ, դա trip ակտուալ է իհարկե, բայց եթե trip-ի 26-74%-ից Մենք այդ խնդրը հաջողությամբ լուծում ենք նրանով, որ նորմալ չենք Ինքնավարտակներ առնելու, հա, օքեյ, դե։ որ լծակ չունենք դրա վրա անմիջապես ազդելու այսօր։ Բայց մենք անմիջապես լծակ ունենք հասկանալու, այսքան այսօր ով որ տաքսի է վարում, նշի որ ավելի լավ գործեր կային, ավելի լավ աշխատատեղ կա, մարդը գնացել տաքսի են վարում, չէ՞։ Տաքսի վարելը ճիշտ է, որոշակի ինքնուրույնություն տալիս է, դա ահագին է մարդու համար, կոմֆորտ է։ 5 տարի հետո կարա չլինի այդ բայց 5 տարի հետո դա կարա գոնե Ամերիկայում չի լինելու։ Էլեկտրոմոբիլների, այսպես շարժիչի, այսպես ասած, հնարավորությունը 1.5 միլիոն կիլոմետր է, 1.5 միլիոն կիլոմետր է հաշվում, լավ 1 միլիոն կիլոմետր լրացավ, նրանք դա ծախելու են։ Դա էլի գալու է, ուր է գալու է այս երկրներ։ Այսինքն կես միլիոն կիլոմետրը դա քշվելու է այստեղ, ու ժողովուրդ այդ 1 միլիոնը իրանք կլրացնեն մի 3, 4, 5 տարվա մեջ։ Ու դա գալու է մի օրում, հանգարցակի, մի տարում, դա գալու է։ Ու ինչ են անելու։ Մի տարբերակ քաղաքապետարանները ասում են, դե մենք կահավորած չի, ինֆրաստրուկտուրա չունենք դրանք գծած չի այսինքն հետամնացություն, մյուս տարբերակ կրիզիս։ Մեր առաջարկը ժողովուրդը սպասի դա։ Մենք քաղաքական լուծում որպես, հա, առաջարկ։ Մի սպասեք դա հանգարցակի մի օր գա։ Այս տարի բերեք 30 հատ, կահավորումը սկսեք։ Այս փողոցից կենտրոնում ենթադրենք, միայն կենտրոնում ասենք։ Ամենավատ տեղը։ Եկող միտքս որ այնտեղ ասենք կահավորել ավելի հեշտ է, հա, գծանշումներ եւ այլն։ Եկող տարի բեր 50 հատ։ Ինչ բերեք։ Ինքնավար էլեկտրոմոբիլներ։ Ինքնավար առանց վարորդ տաքսիներ։ Ահա։ Без պիլոտնիկ տաքսի։ Այսինքն զորով խթանենք այդ մարդկանց այլ մասնագիտություն փնտրեն։ Որպեսզի դա մի օրում չլինի, դա մի օրում չլինի։ Այո, վերապրոֆիլավորում։ Օրինակ, այդ մարդիկ կարան սովորեն այդ ավտոներից սպասարկել։ Օրինակ, այդ էլեկտրալիցակայանները, էլեկտրալիցքավորման կայանները, դրանք լուրջ խնդիր են, որ էլի պետքա զարգացվի, պետք է ինֆրաստրուկտուրա է պետք։ Դու բեր եկող տարի 30 հատ, 50 հատ, հաջորդ տարի 100 հատ ու երբ որ 5 տարին լրանա, կտեսնես որ օրինակ այդ ոլորտը արդեն մարդիկ աստիճանաբար վերապրոֆիլավորվել են, գտել են ինչ-որ հարմար աշխատանք, իսկ մի 3 տաքսիստեր միացրել են, մի հատ էլ յանք են առել, այսպես ասած դրել են գծի մեջ։ Այսինքն տես չի լինի որ մի պարկը ենթադրենք ճորտատեր են դարը։ Դե հա որի ճորտը ըստ էության ռոբոտն է, մեքենան է, էլի։ Այդ աստիճանաբար անցնում նույնը բժշկության մեջ այսօր կարելի է ամբողջ պոլիկլինիկական աշխատանքը գոնե ասես բարոյական նորմ մտցնել որ ժողովուրդ արհեստական բանականությունից օգտվել ամոթ չի ես պացիենտներին փորձում եմ սովորացնել որ տեսեք կոնսուլտացիան ավարտվեց հիմա այս ամբողջ հարցը գցում եմ երկրորդ կարծիք ասում եմ հիմա լսեք երկրորդ կարծիք ինչ է ասում ոնց է ասում նու սկզբում տես բաներ անում եմ հետո համացանցում հայտնվեցին մեկնաբանություններ որ գնացի, վճարեցի, այ մա պարզվում է։ Այն տանն է կան։ Սկինքներ չգիտի, ասում կոմպյուտերից է հարցնում, հա։ Սենց, այսինքն, նու, էսա էլի հետամնացություն։ Հիմա գոնե կարանք սա փոխենք այսօր։ Այսօր խոսենք դրա մասին, այսօր ամբողջ պոլիկլինիկաներին հրահանգեսի չեսնում, պետական ենթակայության տակ են։ Հրահանգեսի չեսնում, ասում ես ժողովուրդ ջան, առանց դրա չեք աշխատում։ Առանց դրա կոնսուլտացիա չեք անում։ Ու միևնույն ժամանակ հավաքում ես քո, օրինակ այսօր կան էլի, ասենք, չգիտեմ, մի $2000, $10000 կարա տա հիվանդանոցը, ու այդ ծառայությունները, օրինակ դիագնոստիկ ծառայությունները դնի իր հիվանդանոցում։ Այսօր արդեն կարա։ Բժիշկը, որտեվ ամեն բժիշկ չէ, որ ինքը ուզում ասես բան, բժիշկը դες ցրելու համար հենա գրեց էլի արհեստական բանականություն։ Չէ, բժիշկը ստորագրում պատասխանատվություն է կրում դրա համար։ Վերջին հաշվով բժիշկը մնում է որպես կամ օպերատոր, պատասխանատվություն կրող, անամնեզ հավաքող, այսինքն հիվանդի հետ շփվող, խոսացող, բժիշկը մնում է որպես այդպեսին, թեև էլի եմ ասում, Ժորժ ջան, կրճատման ռիսկը առնվազն այն ամենամեծ համար լավատեսական սցենարով 1/4-ով, 1/3-ով, այսինքն 20-ից 33% կրճատում լինելու է։ Դրա համար օդը աղտոտում են, որ հիվանդները մյուս տարբերակը, որի հայտ կգան հետո այդ ճգնաժամային փուլից հետո նոր մասնագիտություններ, նոր ուղղություններ, որտեղ այդ այսպես ասած գործազրկության թվացial սեկտորը զբաղվածություն կգտնի, բայց դրա համար պետք է լինելու ժամանակ։ Մենք ասում ենք, եկեք չսպասենք դրան։ Եկեք այդ ժամանակը չթողենք բնական զարգացումների վրա։ Եկենք մենք բանական ենք, չէ՞ կարանք, չէ՞ կանխատեսենք։ Մանավանդ մեր փոխարեն մարդիկ միլիոններ են ծախսել այդ կանխատեսումները յուրաքանչյուր ոլորտում արված է։
բժշկության մեջ առանձին արված, իրավաբանության մեջ առանձին արված, հաշվապահության մեջ այդ անալիզները, անալիտիկան արվածը, այսօր նույնիսկ հաշվապահական ծրագրեր կան, արդեն որոնք ասում են, ու քո ամբողջ հաշվապահությունը ենթադրենք մի 10000 դրամով մենք կանենք։ Օֆիսներ կան, որոնք արդեն օգտագործում։ Okay։ Հիմա Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Հիմա կարելի է եզրակացնել, որ ձեր հիմնական ծրագրային դրույթը այն է, որ մաքսիմալ օգտագործելու եք ու ներդնում եք նորարար տեխնոլոգիաներ, որպեսզի չկանգնենք ճգնաժամի առաջ, այսինքն բոլոր հնարավոր աստիճանաբար դա բերել։ Այդ կորը զարգացման որ կա, որ կտրուկ մտնում ենք ճգնաժամի շրջան, ձգել, աստիճանը ավելի շատ հնարավոր գծային զարգացման տանել։ Սա մեր ասելիքների ոլորտային քաղաքականության փուլն է։ Սրանից բացի նոր սահմանադրության նախագիծ ենք առաջ բերում։ Փոխում մեր ավելի նոր սահմանադրություն խոսանք կպատմենք, եթե հետաքրքիր է, էլի, դա առանձին բլոկ է։ Եվ սրանից բացի մի ուրիշ աշխատանք ենք արել պետականության ուղեցույց, պետականաշինության ուղեցույց կամ պետության նախագիծ, ընդհանրապես հիմնական ատրիբուտները կամ հիմնադրույթները ինչա նշանակում ունենալ պետություն։ Ինչ պիտի լինի պետության մեջ, առաջի հայացքից հիմա հեսա սակսը գիտենք, բայց ահագին մեծ աշխատանք արած, որտեղ սա արդեն ավելի շուտ կրթական, չգիտեմ, ընդհանուր զարգացվածության քաղաքական գործիչների համար պարտադիր, այդպես ես այդպես եմ կարծում, այդ չիմացող, դրա մեջ չխորացած մարդը չի կարող քաղաքական գործիչ իրան հրճակի։ Իսկ ժողովրդի մեջ ինչքան շատ են իմանում այդ ամեն ինչ, այսինքն պետության հիմնադրույթները որն է։ Դա բիզնես չի, դա, չգիտեմ, մասնավոր սեփականություն չի, դա մի խոսքով, բայց ինչ է, համախմբում համակարգումը ինչ օրինաչափություններ ունի, օրինակ, մարդիկ իրար հետ կարան համախմբվեն հորիզոնական հարաբերություններով, որոշակի թվով, որոշակի քանակ, օրինակ 150 հոգին անցնելուց հետո մարդու համախմբման կարողությունները փոխվում է, պետք է հիերարխիա առաջանա։ Ճանաչողության հնարավորություններ կան, որոնք վերջը բերում հասնում են դրան, որ ինստիտուտներն են թույլ տալի 3 միլիոնանոց համախմբում։ 3 միլիոնանոց համախմբումը դա բնական չի լինում։ Պետությունը բնական չի լինում։ Այդ անբնական համախմբման մեջ, որը 3 միլիոնի համախմբում է, դա ընտանիք չի։ Դա ուժեղ սոցիալական կապեր չեն, առանց սոցիալական կապիտալի մասին ենք խոսում, ուժեղ սոցիալական կապեր, թույլ սոցիալական կապեր, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, այս ամեն ինչը հավաքած մի ընդհանուր ծրագիր ենք ներկայացնում, ծրագիր չի։ Ես դեռ եթերը դրա մասին նայեցի, իսկ ընդհանուր դրությամբ այդ պահում եք այս խորհրդարանական մոդելը, թե հիմա եթե վերադառնանք այս սահմանադրական դրույթ, այդ սահմանադրական բաժնին, մենք ուզում ենք, որպեսզի լինի նախագահական համակարգ, որով ոչ թե դա տենց կապրիզ է, այլ կա սկզբունք իշխանության թևերի բաժանում եւ հակակշռում։ Այսինքն այդ պետականաշինության ուղեցույցի մեջ մենք ձևակերպում ենք սկզբունքները։ Ընդհանրապես տեսեք, երբ որ մի բան որոշում ենք անենք, չէ՞, օրինակ ես ձեզ հարցազրույցների մեջ էլ լսեցի, որ ասիք օրինակ սահմանադրագետները ինչպես դրանք կվերաբերվեն, ինչ որ հարցերի Հայաստանում մատների վրա հաշված սահմանադրագետներ կան։ Հա, իդեպ ուզում են նրանք ոնց այդ ամեն ինչին կվերաբերվեն։ Հիմա հարց սկիզբը ո՞րն է, որով սահմանադրությունը այսպեսին է լինում կամ այնպեսին։ Եթե օրենքներին ենք հղումանում, ասես այս օրենքի հիմքը ո՞րն է, ասում է սահմանադրությունը։ Այս օրենքը գրել եմ հիմնվելով սահմանադրության վրա։ Հիմա սահմանադրությունը որ գրում են, ինչի վրա են հիմնվում։ Հլեկեք մի քիչ best practice-ի վրա, նայում ենք միջազգային բանի ու տենց մեր մշակույթի տեղական, մեր ազգային նույնպես Համուրապի օրենքներից եկել է, հասել է մինչև նայում ենք ով է, մերը մեծամասամբ թխած Ֆրանսիայի սահմանադրությունից։ Հա, իդեպ բան Համուրապի մասին առանձին անդրադառնում ենք այդ պետականաշինության ուղեցույցի մեջ առանձին Պասխալը չկմեջ։ Հա, որտեղ Համուրապին ինչ անում, անեցքով է կանխում իշխանության չարաշահումը։ Մենք էլ բանտով ենք կանխում։ Ինքը, հա, ուզում եմ, բայց անեցքը քանի որ չի գործում, ավելի արդյունավետ մեխանիզմ է պետք։ Համուրապի ժամանակ անեցքը գործել է, մարդիկ ազդվել է, դե որ Համուրապին ինձ անիծել է, եկեք բան կոռուպցիա չանեմ, էլի։ Եկեք չքայեմ, չի գործում։ Հիմա մեխանիզմներ են պետք, իշխանությունների թևերի հակակշռում եւ
փոխադարձ զսպում։ Նայեք, սկիզբը փիլիսոփայությունն է, այսինքն ինչ էլ խոսանք, մինչև սահմանադրագետները կասեն այս կամ այս տիպի իշխանություն, օրինակ, մի սկզբունք իշխանության թևերի բաժանում եւ անգլիական մոդել իշխանությունների միաձուլում։ Անգլիական մոդելը իշխանությունների թևերի միաձուլման մասին է, որտեղ պարլամենտն ու գործադիրը իրար հետ այսպես փոխկապակցված են, պարլամենտը նշանակում է գործադիր, վարչապետ, կաբինետի անդամներ, կաբինետը դա մեր կառավարություն ասվածն է։ Ինչի է կարևոր օրինակ էսի շեշտել, օրինակ հայ քաղաքական մտքի մեջ, ինչի է պետք շեշտել, որ կաբինետը դա կառավարություն ասածն է, որտեղ կառավարությունը անգլախոս դա համ ազգային ժողովն է, համ դատարանն է, այսինքն այն ամեն ինչ կառավարում են երկիրը, դա միայն Նիկոլ Փաշինյանը չի իրա։ Եթե կառավարությունն է նաև դատական համակարգ, եթե կառավարությունն է նաև դատական համակարգ, այ SMS-ով դատավոր փոխելը, էդի ասում ոնց կառավարությունը ոնց կարա։ Մի խոսքով, էդի անգլիական մոդելը իշխանությունների միաձուլման մոդելն է։ Այսին նախընտրություն է։ Ինչ պատճառ, ընդհանուր արդյունավետություններով կամ ազգային առանձնահատկություն մենտալիտետից, մշակույթից ելնելով։ Հիմա սկզբում սա պետքա որոշվի։ Եվ եթե որոշվեց այս սկզբունքը, հետագայում այս սկզբունքը պիտի պահվի սահմանադրության մեջ։ Դենակ, այդ ինստում այդքան կարևոր չի սահմանադրության պահը, որովհետև Ստալինի սահմանադրությունները շատ լավ սահմանադրություններ, բայց իրականության մեջ չէր արտացոլվում դրա, բացի դրանից բրիտանական ու ֆրանսիական այդքան չեն տարբերում, որովհետև բրիտանական ուղղակի տարբեր հակակշիռներ են։ Չգիտեմ, որտեղ ուզում հասնեմ ասել ինչ բան ասեմ, ֆրանսիականում հակակշիռների մի քիչ նախագահ, պարլամենտ, դատարան, այնտեղ էլ անգլիականում այդ պարլամենտն ու գործադիրը միտեղ են, բայց դրա հակակշիռը մանարխն է ու էլի դատարաններն, այսինքն 3 հակակշիռ ամենտեղ էլ կա, պրոստը տարբեր տեղերով փոխվում են, հիմա մենք ոնց էլ որոշենք 3 հակակշիռ պետք է լինի, հիմա անուն դնենք բրիտանական թե ֆրանսիական, դա կարևոր չի, հիմա ինչի է դա, ինչի է սահմանադրությունը այդքան կարևոր, ինչի է դա կարևոր, այն որ օրինակ Ստալինի սահմանադրությունը շատ լավն էր, բայց ասենք չէր պահվում, եկանք դրանից գանք, հա։ Ժողովուրդ, որտեղ այդ սահմանադրությունը ոչ թե պիտի բարեմաղթանքների դեկլարատիվ հայտարարությունների, դա պետք է լինի մի հատ, չէ, դա չի կարող։ Իշխանությունը պատգամում է ժողովրդին, դրանից ավելի մեծ կենաց։ Տեսեք, լրիվ համաձայն եմ, որ դեկլարատիվ է։ Հիմա վերցնենք ԱՄՆ սահմանադրությունը, որը հիմնականն է, հետո լրացումներն են։ Իդեպ լրացումները սկսում են իրավունքների բիլից։ Հիմա բուն սահմանադրությունը, որ վերցնում ենք, որ ինչի մասին է։ Ընդ քանի 8 հոդված է։ Ինչի մասին է։ Նայում ես ինչի մասին է։ Առաջինը ծայրից ծայր նշված է երկրի հիերարխիան։ Այսինքն մարդիկ հասկանում են, որ պետությունը դա նախ հիերարխիա է։ Այն ինչ մենք սարսափում ենք այդ մտքից հայերս։ Մենք սարսափում ենք հիերարխիայի հասկացությունից, ոչ թե հիերարխիա, ոնց թե ինքը ավելի բարձր է, քան ես։ Ասում են ժամանակավոր, ինչ կապ ունի, ոնց թե։ Դե լավ, տենց չենք սարսափում շատ։ Եթե չսարսափենք, այսօր նորմալ պետություն կունենայինք։ Առաջինը հիերարխիա, երկրորդ հիերարխիկ ամեն աստիճանում, ես ընդհանուր նկարագիրն եմ տալու։ Հետերարխիկ, այսինքն հորիզոնական հարաբերությունները, հակակշիռները, որոնք ոչ միայն այնտեղ կառավարությունում են, հա, կաբինետ, պարլամենտ եւ դատարան, այլ նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզային կամ ռեգիոնալ իշխանություններ, որոնք իրանց հերթին հակակշիռներ են ստեղծում են վերևի հետ։ Ստալինի ժամանակ չէր կարա լիներ հակակշիռ, որտեղ չկա այդ բազմաշերտ բանկոչում է քաղաքագիտության մեջ սուբսիդիարության։ Հենց այդ ասում թղթի վրա կար, ուզում ասեմ կարևոր չէր սահմանադրությունը։ Ոչ թղթի վրա, ոչ իրականում։ Ռեզիդիումը կար, տեղական յաչեկը մեխանիզմը պետքա թույլ տա, այնպես գրած լինի, որ ոչ թե կոչ եմ անում լինել անբարոյական, այլ որպեսզի անբարոյականն էլ ուզած-չուզած իրան պահի բարոյական։ Սա ստացվում է հակակշիռների մեխանիզմով, ամբիցիայի դեմ ամբիցիա հանելով։ Ուրիշ ձև, ուրիշ տարբերակ հնարավոր չի, որ գիտեք ինչ, մենք պայմանավորվենք, որ չարություն չենք անի, անելու են, միշտ լինելու է չարություն անող մեկը, միշտ լինելու է։ Հիմա եթե դու, օրինակ, չգիտեմ, ամեն ինչ տարեդրել ես վարչապետի տակ, ամբողջ իշխանությունը, ինքան հաշվետվություն են ինքը հրաման է տալի, դու ոնց ես սահմանադրական մակարդակով, դու ոնց ես պատրաստվում այդտեղ ունենալ հակակշիռներ, ոնց կունենաս հակակշիռներ։ Եթե քո մոտ ընտրությունները, օրինակ, ասեմ 5 տարին մեկ մի հատ համապետական ընտրություն է։ Այսինքն եթե մարդիկ նույնիսկ այսօր լավ հավես ունենան ընտրությունների մասնակցել, բան,
Մասնակցեցին մեկ էլ մի 5 տարի գնացին քնեցին, լսում են անընդհատ միտինգներ, որ եկեք փոխենք իշխանությունը, փոխեք իշխանությունը։ Հաճախակի ընտրություններով, ասենք օրինակ 2 տարին մեկ ներկայացուցիչների պալատ են փոխում, հա, 2 պալատ պարլամենտից տորին։ Հաճախակի ընտրություններով միշտ մարդիկ սովորում են ընտրությունների կուլտուրային, որ իրանց քվեն բանա նշանակում։ Հիմա ոնց է գնացել տատիկի կամ չգիտեմ մայրիկի վեշերը տանում։ Հիմա պատկերացա 2 տարին մեկ ընտրություններ են, այսի հələ մենակ հանրապետական մասշտաբի ընտրություններ, պարլամենտի։ 4 տարին մեկ նախագահի ընտրություններ են։ 6 տարին մեկ գերագույն խորհրդային վերին պալատ։ Հաճախակի ընտրությունները, օրինակ, ես 2 օրինակ բերեմ ընտրությունների հետ կապված։ Հաճախակի ընտրությունները մշակույթ են ձևավորում քաղաքական ազգ ձևավորվելու, մարդիկ քաղաքականություն են անում առնվազն մասնակցելով։ Եվ երկրորդ, պարբերական, կայուն պարբերականության ընտրությունները քաղաքական եւ տնտեսական կյանքին տալիս են կանխատեսելիություն եւ կայունություն։ Եթե քո երկրում արտահերթ ընտրությունների սիրահար են, սովորություն կա, որովհետեւ այնքան ուշուշ է իշխանություն փոխվում, որ ուզած-չուզած ձգտում են հեղափոխական ճանապարհով ինչ որ բան անել։ Եթե քո երկրում արտահերթ ընտրությունների սահմանադրական իրավունք կա, դա նշանակում է ցանկացած պահի կարա լինի քաղաքական ցնցում, բիզնեսը դե ասում եմ ես էլ ներդրում չեմ դրի, չգիտեմ ինչ կա, հələ տեսա լսվել է փողոց։ Մի 50,000 հոգանոց միտինգ էր, ախպերս, չգիտենք ինչա լինելու։ Հəլեկի մի քիչ ոտներս կախկցենք։ Որպեսզի օրինակ այս տնտեսական անկայունությունը եւ քաղաքական դաշտում բանսարկությունները այս աստիճան չլինեն, մարդիկ մցրել են հաճախակի ընտրություններ կայուն պարբերականությամբ։ Այսինքն մեր սահմանադրական այս սահմանադրությունը ինչա փոխում։ Այնտեղ մի փուճուր էֆեկտ բաբочки բան գիտեք, չէ՞։ Հա, այս սահմանադրությունը այդ փուճուր էֆեկտ բաբочкին է, որտեղ տես թիթեռներ են նկարած իրար տակ, որտեղ ամեն թիթեռ մի հատ sense թևը sense անում, դա երկրով մեկ ահռելի տեղաշարժ անում ու պատմության մեջ։ Եվ եթե մենք այսպես կառուցենք սահմանադրությունը, որտեղ ինքը այնպիսի մեխանիզմ է, որը հետևանք ունի, անպայման հետևանք է թողնում, ոչ թե բարեմաղթանք։ Օրինակ, իշխանությունը ժողովրդին է, ժողովուրդը իր իշխանությունը, մեր դեպքում ասում ենք ժողովուրդ մի րոպե էլի, այս սկզբից արդեն սխալ եկանք, էլ ոնց որ թե քաղաքացին է իշխանություն ձևավորում, ոչ թե ժողովուրդը։ Ասում ենք լիքը ժողովրդի մեջ մարդիկ կան, օրինակ մինչև 18 տարեկանները, որոնք ընտրելու իրավունք չունեն։ Լիքը մարդիկ կան, որոնք ընտրվելու իրավունք չունեն։ Հիմա եկեք նորից, էլի։ Կարող է քաղաքացին է, կարող է քաղաքացու ինստիտուտը մեր մոտ սկսենք զարգացնել, մարդկանց գլուխը մտցնենք, որ դու քաղաքացի, գիտես որ իշխանություն ես, ու գիտես որ ընտրությունների օրը դու բարձրագույն իշխանություն ես։ Քաղաքացու ինստիտուտը քաղաքացին, ընտրությունների օրը երկրի տերն է։ Նա է որոշում ով պետք է երկրի տիրություն անի առաջիկա 2-ից ենթադրենք 4 տարվա ընթացքում։ Հիմա քաղաքացու տեսանկյունից հակադարձ է, քաղաքացին տենում է Պերաշկի են ուտում, ցկցկում են ավտոբուսում, ինչ որ անլուրջ բաներով են անում, ասում եմ, եթե դեր մոտեցումը էս է, ախպեր ես չեմ խաղում։ Նաև հա, կստати կուզեի որպես գաստրոենտերոլոգ հենց Պերաշկին մեկնաբանել շատ հակիր, բայց ում եմ ասում որ տեսնում եմ այդպես անլուրջ մոտեցում, 28 կուսակցություն հիմա ինչ որ տես հաշվարկներ կա, որ մասնակցելու է, ասում եմ, ախպեր ես գնամ իմ տաքսին քշեմ, ինձ բան տրևոժիտ մի արեք։ Այսպես ասած, դրան ոնց հակադարձեն։ Տեսեք, հարգելի ժողովուրդ ջան, մեծամասնական ընտրակարգ հասկացություն կա, երբ որ ամեն մարդ ինքը իրան է ներկայացնում, մասնակցում ընտրությունների, Հայաստանում էլ է այդպիսի բան, եւ քանի որ մեծամասնականով հիմնականում օլիգարխեր, թաղային խուժան, զորբաներն են իրանց ներկայացրել, այս համակարգը փոխվեց համամասնականով, որ եկեք գոնե կուսակցություններ լինեն, մի քիչ դա ավելի ցիվիլ է, էլի, եւ համամասնական ընտրակարգ մտցրեցին։ Բայց եթե նույնիսկ 100 կուսակցություն մասնակցի եւ այդ ամեն կուսակցությունից մի հոգի անցնի պարլամենտ, հաշվեք մեծամասնականը հենց այդպիսի բան է։ Երբ որ մի հոգի էր, չէ՞ ընտրվում, ասենք, ամեն թաղից մեկը ընտրվում էր։ Հիմա ինչի կարա օրինակ 100 падգամավոր, որ տարիներով մեզ մոտ եղել է աշխարհում շատ երկրներում դարերով է դա շարունակվում։ Ինչի կարա օրինակ մի падգամավոր ընտրվի տենց 100 падգամավոր երկրով մեկ, բայց եթե 28 կուսակցություն, որտեղից էլի թող միտքամ 100 կուսակցություն, ամեն տեղից մի հոգի։ Ստեղ խնդիրն է, որ այդ ընտրվողները հնարավորություն ունեն անցնելու պարլամենտ, թե չէ, եւ ստեղ գալիս ենք բոլորին դեմեմի այն պահանջին, որ ընտրական շեմը իջացրեք 1%։ Իջացրեք 1%, թող ամեն կուսակցությունից մի հոգի անցնի։ Աշխարհում մեծամասնական համակարգով հենց տենց էլ լինում է։
100 հոգի առանձին գալիս են։ Ինչ անում կուսակցությունը այս դեպքում։ Էլի գնանք Միացյալ Նահանգներ։ Նա գալիս է ենթադրենք Բայդենին ընտրելու։ Նա չի եկել դեմոկրատներին ընտրելու։ Միգուցե մեկն էլ դեմոկրատ։ Նա եկել է Բայդենին դրասում, Բայդենը ո՞ր կուսակցություն, Բայդենը դեմոկրատ է։ Օհ, ուրեմն ընտրում են Բայդենին։ Արդյունքում դեմոկրատներն անցան։ Եկել է Թրամփին ընտրելու։ Թրամփին նա սիմպաթիա տածում։ Ավելին կարա կեսից այս երկուսով տեղերը փոխվեն, կուսակցությունները իրանց փոխեն։ Կուսակցությունն ինչ անում։ Կուսակցությունը տրամադրում է ֆինանսներ, ծառայություններ, իրավաբանություն, հաշվապահություն, իրենց ընտրարշավ, քարոզարշավն է ապահովում, կուսակցությունը մեջ կա կանգնում անհատներին։ Այսինքն այսօր որ մենք ասում ենք հանրապետական եւ դեմոկրատներ, ընդհանրապես սա նշանակում է, մի քանի 100 անհատներ են դրանք, որոնք ցանկացած որ կարան իրանց այս կուսակցությունից դուրս գան, այն կուսակցություն գնան, ու այդ կուսակցությունից հարց չկա, արի։ Կուսակցություններ ընկած, ման են գալի JD Vance-ի պես կադրերի, երիտասարդ կադրերի, որոնք պերսպեկտիվա ունեն, ասում են ի՞նչ է քեզ պետք։ Դու էլի քո դեմքով ես հանդես գալի։ Նրանց օրինակ մեզ մոտ բանա չէ, մարդ կուսակցություններ։ Այնտեղ մարդ են, առանց կուսակցության։ Ուղակի մարդիկ են։ Այսպես բոլոր սայթերը որ նայես, բոլորտեղ մի հոգի է այսպես։ Մի հոգի նկարված, որտեղ մեծամասնական ցուցակով անհատների են մարդիկ ընտրում։ Իսկ կուսակցությունները, որոնք այդ անհատներ են կուսակցության մեջ որ մտնում են, կուսակցությունները նրանց աջակցում են, որ այդ ճանապարհը ավելի սահուն եւ անխոչնդոտ անցնեն։ Արդյունքում երկու կուսակցությունա ձևավորվել, երկու կուսակցությունով այդ ամբողջ քաղաքական գործիչներին սպասարկում են այս։ Լավ, այդ Ամերիկան եկեք Հիմա եկանք Հայաստան։ Այդ նորմալ է, որ կարա 28 հոգի հայտ ներկայացնի, ասի ես ուզում եմ մտնեմ պարլամենտ։ Ավելի լավ է, քան թե մի հոգի գա, կներեք 1000 ներողություն։ Հետևից բերի մի հատ անհայտ անծանոթ մարդկանց մի հատ զանգված, որոնք նստելու են պարլամենտում ու քվեարկեն։ Ավելի լավ է մի հոգով գան, ամեն կուսակցությունից մի հոգի անցնի, որ դու ճանաչում ես, կամ 3 հոգի, 5 հոգի անցնի, որին դու ճանաչում ես, ասում ես, հա էլի, այս մարդիկ քաղաքական կապիտալ ունեն, ճանաչում ունեն, գաղափարներ են հնչեցել, լուծումներ են տվել, կամ չգիտեմ, ուրիշ անցյալում իրանց, չգիտեմ, ինքնակենսագրականում արժանի բաներ կան։ Ավելի լավ է այդպես, քան թե երկու կուսակցություն գա, մեկը ենթադրենք գործող իշխանության վարչապետի կամ նախագահի դեմքով, մյուսը, չգիտեմ, ընդդիմության առաջնորդի դեմքով, ու ամեն մեկը իր հետ բերում է անհայտ անծանոթ իմ լեքսիկոնը միշտ գրեհիկ բառեր է բերում։ Անհայտ անծանոթ բանգաբութուլկեքի մի հսկայական զանգված։ Էտեր ձեր գրեհիկ բառը։ Բոլորին դեմ եմ համագործակցության մեջ մի պայմանն է, որ հայոյանք չպետք է օգտագործվի։ Ու ես ամեն անգամ այս բառերը որ գասած ֆիլտր ասում եմ։ Իսկ պերաշկին էլի շատ կա, լիքը մարդ սպառում է պերաշկին։ Ինձ թվում է, դա ու հետո մի անգամ ստամոքսի գլխավոր թշնամին է, նույն եթե ոչ ստամոքսի թշնամի որպես այդպեսին չկա, եթե մարսողությունը նորմալ է աշխատում։ Եթե մարսողությունը հիվանդ է, պետք է գնալ այդ հիվանդ մարսողությունը բուժել, որպեսզի դարձյալ իշքան ուտելու բան կա, մարդը կարողանա ուտի, ու այտենց։ Ես տենց եմ պատկերացնում, ու դա մասնագիտական կարծիք որպես ընդունել։ Խնդիր կա մարսողության հետ։ Այո, բազմաթիվ սնունդներ կարող են այդտեղ խնդրեմ առաջացնել։ Ժոգ են առաջացնել։ Այդ ավելի շատ ուժ ժամի ուտելուց է, երեկոյան մեծ քանակի ուտելուց է։ Եվ այսպեսի մի հարց էլ կա, ավելի շատ ուտելիքի քանակն է խնդրեմ, քան թե ինչ ուտելը, եւ բացառիկ դեպքերում կա սննդային անտանելիություն, օրինակ, չգիտեմ, կատնամթերք կամ ցորենի, ասենք, հացի նկատմամբ, գարու նկատմամբ, առանձին կամ սննդային ալերգիա կա, առանձին մոլեկուլների նկատմամբ կա, հա, անտանելիություն։ Այս դեպքում, այո, այդ մոլեկուլները պարունակող սննդամթերքը պետքա սննդից բացառվեն։ Ու այսքանը։ Okay, trip-ը։ Ես մի հատ ձեր վիդեոներից եմ տեսել, որտեղ trip-ից եք խոսում ու քննադատական եք ոնց որ տրամադրված։ Բա իհարկե։ Որը նորմալ է։ Հիմա ուզում ասեմ, քանի որ մյուս ուժերը ամեն դեպքում ուզում են պահեն trip-ը, որ բան փոփոխեն, ինչ եք անելու դուք, եթե հնարավորություն ստանաք։ Գցելու եք ամերիկացիներին։ Իմ անձնական կարծիքն եմ ասում, որը չի ներկայացնում ոչ հիմնադիր, չնայած հիմնադիրը տղեկը համաձայն կլինեն սրա հետ, հա, բայց հատկապես բոլորին դեմի մեր համագործակցության շրջանակներում սենց հարցերի շուրջ կան բազմաթիվ կարծիքներ, այնպես որ ամեն մեկը իր կարծիքն է ներկայացնում։ Trip-ի մեծագույն խնդրումը, որ ես տեսնում եմ, դա անխոչնդոտ անցման դրույթն է, որով Ադրբեջանին տրված է իրավունք օգտվելու մեր տարածքից, որով Ադրբեջանը մեր տարածքի վրա դառնում է բանակցող կողմ, պայմանագրի կողմ։ Այս դրույթը պիտի վերացվի։
Սրա վրա պետքա ծախսել ահռելի քաղաքական, տնտեսական կապիտալ սա վերացնելու համար։ Այսօրվա իշխանության արածը հետ շրջելու համար Հայաստանը շատ պիտի հզորանա ու շատ պիտի ինքնուրույնանա, կարողանա դա անել։ Բայց որ օրը դա կարացավ, դա պետքա հանվի։ Մնացած ատրիբուտները այդ ուղու երկրորդական են։ Օրինակ ունենք առաջարկ, որ ինչու՞ չէ Ղազախից, Իջևանից բերում, որ դա իդեպ այդ երկար ճանապարհի, մեկ գոտի, մեկ ուղի ճանապարհի ավելի կարճ անցում է Իջևանից Գյումրի եւ Կարս։ Քան թե իջացնել այսպես Արաքսիափով, Նախիջևանով բարձրացնել հասնել Կարս։ Թուրքիայի, Ադրբեջանի մասնակցությամբ մեզ թողնելով 40 քանի կիլոմետր ընդամենը կտոր, այն դեպքում ահագին մեծ է մեր բաժինը լինում, դրանից եկամուտներն են ավելի մեծ լինում։ Բայց քանի որ սա Ադրբեջանի պահանջով եւ Ամերիկայի միջամտությամբ, միջնորդությամբ, այնտեղ տարբեր դերակատարումներ կարելի է վերագրել Ամերիկային։ Այսպիսի գործարք է։ Ամենա ինձ համար անընդունելին ու դա երբեք չի կարելի դրա հետ հաշտվել։ Անխոչնդոտ անցման դրույթը պիտի դուրս գա այդտեղ։ Թեև Ամերիկան որոշել է դրան ձեռ չտա, 17 անգամ ասում է հարգելով ինքնիշխանությունը։ տեսեք, դա չի կոմպենսացնում, որ շատ հարգանքով է անխոչնդոտ անցնելու։ Գոյություն ունի սեփականության ամերիկացիների մոտ դա ավելի լավ է։ Իրանք մենք սեփականության իրավունքը մի ամբողջ իրավունք ենք ընկալում, որը ենթադրում է ուրեմն ունենալ, օգտագործել եւ տնօրինել 3 բաժին, իրանց մոտ այդ իրավունքը вообще այդ անգլոսաքսոնական նախադեպային իրավունքը այդ իրեքը իրանից տարբեր է, էլի։ Ունենալու իրավունքը մի հատ առանձին իրավունք է, օգտագործելու իրավունքը առանձին իրավունք, տնօրինելը առանձին։ Դրա որ վարձով են տալի կրակն են, որտեղ այն մի իրավունքը տվել են արդեն ուրիշին, իրանցը չի։ Վարձով տուն տվել չի կարող այդ վարձով տուն օրինակ ժամանակից շուտ կամ ինչ-որ բան վերցնի։ Այնտեղ մի քիչ այս իրավունքը առանձին կտրված է իրաց։ Ադրբեջանին տրված է օգտագործելու իրավունք։ Մենք մեզ հեշտ են, այսպես ասած, քյոլ մստում այս հարցում, որտեղ մենք այս սեփականության իրավունքը ամբողջական ենք պատկերացնում։ Մեզ գալի ասեն, տես ասում է դու կարաս դա դրան տնօրինես, չէ, չես էլ կարա տնօրինես, էդ էլ կա էլի, շատ բան է սահմանը։ Դա քո մոտ ամանում ոչ ոք դա քո ձեռքից չի խլում, բայց եթե դա գնանք նախադեպային իրավունքի կողմից նայենք ինչա արված, ասենք նախադեպային իրավունքի իրավաբանը, այսինքն գանք մեր սահմանադրագետներին, էլի։ Այդ ահագին վերապահումով պետք է ասել մենք ունենք սահմանագետներ, սահմանադրագետներ եւ այլ ահագին, որովհետեւ ասում եմ դրան սահմանադրության հիմքում ընկած փիլիսոփայությունը ընդհանրապես հայ քաղաքական մտքում կաղում է։ Սկզբում պետք է քաղաքականը լինի, հետո գա սահմանադրություն։ Չի կարա սահմանադրագետը առանց քաղաքագիտության, առանց փիլիսոփայության դա դուրս բերի սահմանադրություն։ Միշտ սահմանադրության հիմքում փիլիսոփայություն է նստած, քաղաքական փիլիսոփայություն է նստած։ Ահա եթե նախադեպային իրավունքի մասնագետ լիներ, որ ասեին sense բան են անում, իրավազորության բան ասում է, հա, օգտագործման իրավունքը տալիս ես նրան, ասում է, հա, լավ, դա ոնց որ վարձով ես տալի, բայց փող տալիս է ինքը այդ իրավունքի համար, ասում է, չէ։ Ասում է ձեռ են առնում դες տղեկ։ Ոնց որ վարձով տունը ոնց է օգտագործելու իրավունքի չես կարա գնաս դառնալու են Բարսելոնայի տները, որ օկուպանտները մտնում են ու դες չեն գալու։ Քո տունն է, չէ՞ վարձով։ Իմ տունն է, եկել եմ ուզում եմ, ասում անգիր վարձով ես տվել ինձ։ Քո տունը չի սա։ Այն իմաստով օգտագործել մենակ ես կարամ, դու չես կարա դուրը բացես մտնես։ Okay, բայց եթե փիլիսոփայության մասին ենք խոսում, ասենք տունը չի բակն է, հա, ու այդ բակը ասենք 500 տարի խնդրեմ ա եղել, այդ ինչ որ կոկորտին կանգնած են եղել, որտեվ միշտ գոյաբանական վտանգ ա եղել, որտեվ ուզում են այդ երկու երկրամաս իրար հետ կապվել ու պատերազմներ ու հողային պատերազմներ միշտ վտանգը կա, որ այդ ամբողջ տարածքը կվերցնեն, կհարձակվեն բան, հիմա փիլիսոփայորեն լուծում որպես ըհն, այս տարածքը այս երկու երկրամասը իրար միանում են, բայց մենք էլ շարունակում ենք ապրել, հանգիստ շարունակել մեր պետական գործունեությունը։ Դա որպես այդ վտանգի չեզոքացման գործիք, եթե փիլիսոփայորեն դիտարկենք, անհնար է։ Տեսեք, ցանկացած պայմանավորվածության մեջ անուն դրեք օգտագործել, տնօրինել։ Պայմանավորվածության մեջ պետք է լինի երաշխիք։ Հա, այսօր պայմանավորվեցինք, ինչ երաշխիքներ, որ սա սենց կմնա։ Ադրբեջանի այդ երաշխիք ունի, Ադրբեջանի համար ունի։ Ու այդ երաշխիք, ես մեր երաշխիքը չեմ ասում, Ադրբեջանին եմ ասում։ Դա փախստականներ կոչվածն են, որոնք պետքա վերաբնակեցվեն։ Նրանք շարունակում են այդ խոսույթը ոչ հենց այնպես։ Սկիզբը մի այսքան թույլ ես տալի։ Հետո իրանք եկել են արդեն փախստականների խոսույթով ու դա շարունակվելու է։ Դա չի դադարելու։
ու ոչ ոք չի կարա վեր կենա ասի դա չեմ անելու, չեմ թույլ տալու։ Գնալու են միջազգային դատարանով ստանալու են այդ իրավունքը, որ պետք է գան ստեղ տուն ունենան։ 120,000 արցախցի ունենք։ Այլ հարց, աղքասի հարց չկա, թող գնան 120 արցախցին, իրանք էլ ստանան այդ իրավունքը, նա էլ ասում է, արի Ստեփանակերտում, արի ապրի։ Նա այդ ասում է, նա այդ խաղը խաղում է, արի ապրի Ստեփանակերտում։ Իսկ իրենք դա դատարանով են ստանում, պիտի գամ ապրեմ, ենթադրենք Կապանում։ Պիտի գամ ապրեմ Մեղրիում։ Բաքվում Սումգայիթում։ Պատկերացրեք, լսեք, մենք էդի երբ որ հակառակն ենք, մենք պատրաստ չենք դրան, մենք այդ սցենարը չենք դիտարկում։ Այս էլ մի հատ ուրիշ լուրջ քաղաքական հարց է, դու պատրաստվում ես դրան։ Ինչ է անում մեր իշխանությունը, ասում է եկեք դրանից չխոսանք։ Կարակ չխոսակ, ինչքան ուզում եք մի խոսանք, ինչից եք խոսում, որ մենակ դրանից խոսակ։ Բայց դա եղած խնդիր է։ Ես հիմա ինչ խոսում եմ, դա իմ անձնական կարծիքն է, էլի, դա իմ անձնական վերլուծությունն է, որովհետև իմ ընկերները կարան, ասենք, մի փոքր այլ մտածեն կամ ընդհանրապես չհամաձայն չլինեն սրա հետ, սա ինչի եմ ասում, որովհետև մենք պատրաստվում ենք նախընտրական շրջանը ու կարան այս իմ խոսքերը դիտարկվեն որպես քաղաքական ուժի կամ քաղաքական միավորման խոսք։ Սա իմ կարծիքն է։ Ես հիմա անձնապես խոսում եմ լինելու է դա, պահանջը շարունակվելու է, կանգ չեն առնելու։ Ավելի լուրջ բաներ է լինելու։ Ասեմ Ուրեմն երբ որ Եվրամիություն ես, գնանք Եվրամիություն, երբ որ Եվրամիություն ես մտնում, այս ամեն ինչ ավելի մեծ պարտավորվածություններ է ստեղծում քեզ համար։ Երբ որ Եվրամիություն ես մտնում, արդեն փախստականներ ընդունելու, օրինակ, ուղղակի սահմանով այդ ճանապարհով մի օր տես մի 500 հոգի մտնում են, անցնում են սահման, ասում են չենք գտնում Ադրբեջան։ Ընդ է բռնակալություն է։ Եվրամիությունը ի՞նչ է ասում։ Ճիշտ է, ընդ է բռնակալություն, այո, ճանաչել են, չէ, Ադրբեջանը բռնակալություն է։ Ահա, պիտի ապաստան տաս։ Ավելին, ընդդեղի դատարանների վճիրները արդեն քո համար դառնում են պարտադիր։ Եթե հիմա դու կարաս ասես այդ վճիրը կայացվել է, ես իմ երկրի դատարանը դա ճանաչում է որպես ոչ այսպես կամ ոչ այնպես։ Շվեյցարիան չի մտնում Եվրամիություն։ Ասում ոնց կարա իմ դատական վճիրի վերջնական ատյանը լինի իմ երկրից դուրս։ Ոնց կա քաղաքական որոշման վերջնական ատյանը լինի ինձ։ Ոնց կա փախստականների նկատմամբ իմ պոլիտիկան որոշվի իմ երկրից դուրս։ Եվրաինտեգրմանը դեմ եք։ Եվրաինտեգրման մասին չկա, Եվրամիության մասին։ Այսինքն սենց ռիսկեր կան, որը երբ որ մարդը ասում է մենք պետք է մտնենք Եվրամիություն, ես ուզում եմ հարցնեմ, իսկ այդ Ադրբեջանի ասած փախստականների պատմությունը դու գիտես այս ռեժիմում ոնց ես պատասխանում ու երբ որ դու Եվրամիության ճանապարհին ես կամ կազմում ես այդ ժամանակ ոնց ես պատասխանում։ Սա ստրատեգիա է նշանակում, որը էլի հայ քաղաքական մտքում մի հատ, չգիտեմ, մի հատ այլ մոլորակային բան է։ Նայենք ստատիստիկան, տեսնենք ժողովուրդը ինչից է դժգոհ, այդ թեմաներով վեր կենանք խոսանք, պոպուլիզմի վրա համակիր հավաքենք։ Բայց ես ասում եմ, ժողովուրդ ջան, ինձ մեկ է դուք ոնց եք մտածում, ինչն եք հավանում իմ ասածներից, ինչը չեք հավանում։ Կան խնդիրներ, որոնք մենք կամ խորքային հասկանում ենք, նույնիսկ այստեղ թեմաներ կա, որ ես չեմ կարող ուղղակի եթերով ասել։ Խորքային խնդիրներ կան այդ թվացial, այդ պուպուշ, պոպուլյար գաղափարների շուրջ, որոնց տակից երկիրը պիտի դուրս գա ու կարանք դուրս գանք, բայց դրա համար պետք է որ քաղաքական գործիչները ոչ թե պերաշկիով կամ բեռներ տոպրակներ տեղափոխելով պոպուլյարություն վերցնեն, այլ ժողովուրդը զգա, որ հիերարխիան ձևավորվեց, երկրում կա մեծ, կա փոքր, խոսքը մեծին, ջուրը փոքրին, եւ կան ամեն մակարդակում հորիզոնական հարաբերություններ, որոնք փոխադարձ հակակշիռներով եւ փոխադարձ զսպումներով կենսունակ են պահում, այլասերումից կամ կոռուպցիայից զերծ են պահում երկիրը։ Իսկ հակասություն չեք տենում այդ երկար ստրատեգիան ու 2 տարին մեկ ընտրություններ անելը, որովհետեւ Լավ հարց է։ բան տան։ Դրա համար երկպալատ է լինում պարլամենտը, որտեղ վերին պալատը ապահովում է ինստիտուցիոնալությունն ու երկարաժամկետ նախագծերի իրականացումը, իսկ ներկայացուցիչների պալատը, ստորին պալատը ապահովում է լեգիտիմությունը եւ ժողովրդի ներկայացվածությունը, ավելին պարբերաբար հուշելով 2 տարին մեկ, որ արդեն գործող իշխանությունները հասկանան ժողովրդական տրամադրությունը։ Ռուսաստանի օրինակը ունենք կաշկի առաջ, որտեղ Սովետ Ֆեդերացիան ու Դուման անես չի որ որևիցե ինչ-որ ձև կարան տառով շեղվեն կուրսից։ Էլ եմ ասում, այստեղ այս էֆեկտ բաբաչկի հարցը կա, ինքը կարա մի ընդամենը դրույթ լինի այնտեղ,
որը ամբողջ պրոյեկտը ձախողի եւ ընդհանրապես մի դրույթ, որը ամբողջ պրոյեկտին ուրիշ ընթացք տա։ Դրա համար ասում եմ, պիտի սկզբունքների վրա դրած լինի։ Այսինքն ոչ թե օրինակ մեր համանդրությունը այսօր որ վերցում նայում ես, սա ծաղկաքաղ է, տարբեր երկրների տարբեր սահմանադրություններից, տարբեր արժեքային, դեկլարատիվ եւ գործնական, այսպես ծաղկաքաղ է։ Ընդհանուր կառուցվածք, ընդհանուր տրամաբանություն, սկզբունքներ, որ ասես, ահա, ճիշտ է, իր սկզբունքի վրա է հիմնված ամբողջ սահմանադրությունը։ Դու ամեն հոդվածում զգում ես այդ սկզբունքները։ Օրինակ, ես առիթ օգտագործեմ, ասեմ, հանրապետականության ռեսպուբլիկանիզմ հասկացություն կա։ Ռեսպուբլիկանիզմը Հայաստանը հանրապետություն է իդեպ։ Ընդհանրապես հանրապետությունների ճիշտ ուղղությունը հիմքը դա ռեսպուբլիկանիզմն է։ Բայց մեր մոտ դա ընդհանրապես չի խոսվում, մեր մոտ գիտեն ռեսպուբլիկանիզմից մի կտոր դեմոկրատիան, որը իդեպ ռեսպուբլիկանիզմը այդքան էլ լավ աչքով չի նայում, այսինքն որպես մեծամասնության գերիշխանություն վատ աչքով է նայում ռեսպուբլիկանիզմը, ասում ստեղծին դες համակարգեր ընկեր, որ քվեարկության դմես մի հարց ամենաաբսուրդ լուծումը չդառնա լեգիտիմ ուղղակի նրա համար, որ մարդիկ դրան կողմ են քվեարկի։ Որտեղ դասարանում որոշես դասի մնալ թե դասի չգնալ, դասի գնալ թե դասի չգնալ, մեծամասնությունը կքվեարկի դասի չգնալ։ Ռեսպուբլիկան ասում է, սա դեմոկրատիայի մեծ խնդիրն է, որը պիտի կառուցակարգերով ուղղակի բացառվի։ Այսինքն ինչ է լինում։ Դասի գնալու հարցը քվեարկում է վերին պալատը խորհրդարանի, այսինքն դա մենակ գերազանցիկները կարան որոշեն դասի գնալ թե չգնալ։ Դու բերում ես կարգ կառուցվածք, որով երկիրը այդ համանadrության պուճուր էֆեկտ բաբչկին է, մի պուճուր հոդված է։ Նման հարցերը, նման խորհրդանը որոշումը գերագույն խորհուրդ է, այսինքն վերին ազգային ժողով գերագույն խորհուրդ երկպալատ էլի։ Եվ ինչն է կարևոր, այս ներկայացուցիչների ստորին պալատը դառնում է հեղափոխության ինստիտուցիոնալ հնարավորություն։ Այսինքն որ ասում է հեղափոխություն անենք, իշխանություն փոխենք, ասում ինչ ես գալմաղալանում, ասում է ուզում եմ իշխանություն փոխենք, ասում է այս տարի ընտրվել են, հեսա տարվա վերջ սկսում է ընտրել քարոզ արշավը։ Կգնաց տարվա վերջ մի հատ քարոզ արշավ կանես, երկու տարի հետո դու այսօր ընտրվեցին, մի տարի համբերում ենք լավն են թե վատն է, մի տարի հետո ասում ուզում եմ հեղափոխություն, գնա արա, խնդրեմ քարոզ արշավ անում ես, 2 տարին մեկ իշխանությունն է փոխում։ Դրա համար այդ երկրում որպես այդպիսին, ասենք օրինակ Միացյալ Նահանգներ, հեղափոխություն չի լինում։ Այդքան հսկայական երկիր, ոչ էլ այտենց դնած դիկտատի տակ է, էլի, հեղափոխություն չի լինում, չի լինում։ Որովհետև հեղափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմ են մտածել։ Քաղաքական անկայունությունները հանելու, որից բխում է տնտեսական անկայունությունները, որից բխում է երկրի ամբողջ վիճակը։ Մեխանիզմներ կան, որոնք պուճուր սահմանադրության մեջ գրվում են, ու ամեն մեկի տակ այդպես լիքը բան կա, հնարավորություն կա, որը դեկլարատիվ սահմանադրությունը դառնում է օրգանիզմ, աշխատող օրգանիզմ, որը համակարգում է ամբողջ երկրի կյանքը։ Վերջին չոր թեթև բանով եմ մտածում ավարտենք։ Իդեալական նախաճաշը որն է։ Շարա։ Բասի միջև դե հասնելը։ Միջև դե հասնել։ Կուզեի, բայց մի հատ կարևոր մի հատ եթեր էի նայել, տենց շատ հետաքրքիր էր, էլի։ Դուք խոսացիք հյուբրիսի ախտանիշի մասին։ Եվ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ ախտանիշի ոնց որ սիմպտոմատիկայի մասին, մի հատ նախ հյուբրիս է։ Եթե հակիրճ ներկայացնեք ինչ է, ու ինչ ախտանիշների մասին է խոսքը։ Հյուբրիսի համախտանիշ, հայերեն կլինի ամբարտավանության համախտանիշ, քաղաքական գործիչների մոտ դիտարկող երկարաժամկետ եւ անվերահսկելի իշխանության դեպքում ի հայտ եկող նշաններ են, որոնք նրանք կյանքից իրականությունից կտրվում են, դառնում են պակաս կարեկցանքով էմպաթիայով լեցուն, ինքնասիրահարված, մի խոսքով ու կործանարար ծրագրերով արդեն իրենց մեկա ուրա գնում, իրանք ինչ որ իդեա ֆիքս ունեն ու գնում են այդ ուղղությամբ եւ վերաբերվում է բոլոր իշխանություններին, այս ռիսկը կա բոլորի մոտ, հազվադեպ գործիչներ կան, որոնք չեն տրվում այս գայթակղությանը, որոնք երկար են իշխանավարում եւ ունեն մեծ իշխանություն։ Այսինքն ուղիղ համեմատական է ժամանակի հետ, որով իշխանավարում են։ Դրա համար օրինակ հանրապետականությունը էլի կամ ռեսպուբլիկանիզմը, ասում է, եթե նույնիսկ ժողովուրդն ուզում է, որ նախագահը 3-րդ ժամկետ գնա, չպիտի գնա։ Եթե նույնիսկ դա ուզում է դեմոկրատիան այդքանով սահմանափակվում է, որովհետև սկսում է ախտաբանությունը։ Այնտեղ մարդիկ ինտուիտիվ են արել, հիմա արդեն գիտական փաստեր կան։ Եվ եթե հյուբրիսի համախտանիշը ավելի շատ նկարագրական է,
այսինքն բժիշկը եւ քաղաքական գործիչը միևնույն անձը լինելով եղել է անգլիական խոշոր քաղաքական գործիչ, որը ներկայացրել է այս խնդիրը։ Կան գիտական հետազոտություններ, այդ թվում նեյրոֆիզիոլոգիայի վրա հիմնված, որոնք ցույց են տալիս, որ իրոք տևական իշխանությունը եւ ընդհանրապես իշխանական ստատուսը եւ տևական իշխանությունը բերում է ուղեղում օրգանական փոփոխությունների, որը որպես հիվանդագին դրսևորում առնվազն մարդկանց ցավի նկատմամբ անհաղորդ, սեփական սխալների նկատմամբ կրիտիկայի քննադատական վերաբերմունքի բացակայությամբ դրսևորվում է հետազոտվող անձանց մոտ։ Այսինքն դա մի քանի տարբեր հետազոտություններով գիտության մեջ այլևս ապացուցված փաստ է։ Սա ի սկզբանե ունի ադապտիվ բնույթ, այսինքն հարգմարվողական բնույթ։ Բնությունից մարդուն սա պետք է ինչու, որ եթե լիդերը ինչ-ինչ իրավիճակներում պետք է կայացնի ոչ պոպուլյար, ճգնաժամային, անցանկալի որոշում, նա քիչ ազդվի մարդկանց տառապանքից, զգացմունքներից, վախերից, լիդերը պետք է որոշակի ճգնաժամային իրավիճակներում որոշում կայացնի։ Այդ պահին իր ուղեղը ուրիշ ձև է աշխատում։ Բայց երբ որ այդ ռեժիմը մարդը այսպես մնում է այդ ռեժիմի տակ, ու այդքան էլ լիդեր չի, որտեղ մենք ֆիզիոլոգիապես ձևավորվել ենք 100-150 հոգանոց խմբերում, 50-ից 150 հոգանոց խմբերում, լիդեր ասել մարդուն բնական լիդերները, դա 50-100-150 հոգանոց խմբերի առաջնորդներն են, սովորաբար պապիները, հայրերը եւ այլն, հարազատական կապերով։ Այս դարում այդ լիդերը 3 միլիոնի ճակատագիր է որոշում եւ ահռելի պոտենցիալ ունի իշխանության, որը գոնե մեր դեպքում հակակշռված չի օրենսդիրով եւ դատականով։ Անverջ իշխանություն ունի։ Այսինքն փողոցով է հակակշռված ընդամենը։ Եվ մի քիչ երևի արտաքին խաղացողներն են հակակշիռ Բայց հիմա մերը ձեր այդ հակաեմպաթիայի այդ բանը հակառակն է, օգնում է վեշերը բարձրացնի, դա բեմականացում է, չգիտեք որ բեմականացում։ Չի հասկանում։ Լսեք, եթե դա լիներ, ես չեմ ուզում, ես ընդհանրապես աշխատում եմ անցյալին չվերադառնալ, չքննարկել, որովհետև ապագայի մասին խոսելիքը ահռելի շատ է։ Այսինքն 13 տարին այդ չի կարա երաշխավորում, չէ կարա նման էմպաթիայով մարդը պատերազմը այդպես վարեր կամ նախ գնար պատերազմի այդ ձևով եւ այդպես վարեր պատերազմը 20 թվականի մասին է խոսքը դուք ընդ էմպաթիա եք տենում չէ 13 տարին հակացված է եթե որտեվ հիմա հավակնում է 13 տարին էլի որը ոչ ոք Հայաստանում այդքան չի եղել 8 տարուց ավել արդեն շատ է երկու պատճառ մեկ փչանում է ինքը ուղեղով դա օրգանական փոփոխությունները եթե ի սկզբանե նույնիսկ նորմալ է եղել մարդը ընթացքում սախատ է լինում գլուխը հիմա գանք մյուս կարևոր բայց դեգոլը ոնց տես թողեց գնաց հետո տես եկան հատուկ դիմացկուն ուղեղումներ շատ սիրուն հեռացավ հետո տես եկան խնդրվեցին դեգոլինը էլի կարելի է դիտարկել որ այդ ճգնաժամ կար ու մարդուն բերեցին ասին մի բան արա էլի թեև շատ համեստ հեռացավ հեռացած մի քիչ հիմա նայեք մի դրվագ եմ ուզում ասեմ երբ որ 10 12 15 տարի իշխանավորում է ու չի փոխվում Կարանք ասենք, որ փաստորեն փոխարինող չկա։ Չէ՞։ Եթե լավ փոխարինող լինի, կփոխվի էլի։ Բայց էդ էլ է հավասում եք 3 միլիոններ մեջ ամեն առաջնորդ կա ու չկա։ Ես միցն եմ ուզում ասեմ, փոխարինողը ոնց է լինում։ Ինստիտուտներ են լինում այդ փոխարինողին կերտող։ Օրինակ, եթե տեղական ինքնակառավարման ղեկավարը ընտրովի է, մարզպետը ընտրովի է, հիմա Ամերիկայում ասես նախագահային փոխարինող 50 նահանգապետ կա, եթե ուրիշ պաշտոնյա չասեմ, 50 նահանգապետ կա, որը կարա փոխարինի նախագահային։ 50 նահանգապետ։ Խի, որովհետև անցել են այդ դպրոցը, այդ ինստիտուտը, այդ փորձառությունը, հասել են նահանգապետ, իրանցից վերև նախագահն է։ Չնայած իրանցից վերև չի, իրանցից վերև սահմանադրությունն է, որի հսկողության տակ իրանք նախագահի հետ հարաբերությունների մեջ են։ Այս դեպքում ասած առաջնային մանդատով ոչ տված մարդը այլ ղեկավարի հետ ոչ թե վերադաս ենթակա հարաբերություններ են, այլ երկուսն է սահմանադրության տակ, բայց լիազորություններով են տարբեր։ Հիմա Հայաստանում որ հանես թե Սերժ Սարգսյանի ժամանակ, թե դրանից առաջ ցանկացած ժամանակ, որ երբ իրենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ սկզբնական քաղաքական էլիտան կարող էր միմյանց փոխարինել։ Բայց ավելի ուշ երբ որ չկա այդ փոխարինողը, ոչ թե իրականում չկա, այլ չկան այդ ինստիտուտները, որով փոխարինողները զարգանում են եւ հանրությանը ներկայանում են։
Դա մեծ։ Այսօր ես քաղաքական հայտ եմ ներկայացնում, ասում ես Հայկ ջան, քաղաքական ինչ ես արել։ Պետական ապարատում, բա բժիշկ ես, ապրես բժիշկ ես։ Բա քաղաքականի մեջ ինչ կա։ Ասում եմ, լսի, գաղափարիցս բացի այլ բան ես չեմ կարող քեզ մատուցել։ Մեկ էլ կոവിഡ്ի ընթացքում ասել եմ ճիշտ ճանապարհը որն է, ու ըստ էության այդ ճանապարհը իրան արդարացրել է։ Ավելի լավ, քան թե այն ճանապարհը, որ պաշտոնական էր ու աշխարհով մեկ տարածված։ Ուրիշ ես արդյունք չեմ կարող ներկայացնեմ։ Բա իսկ դու պիտի ունենաս այ ընկեր գոնե մի 5, 10, 15 տարի կառավարման փորձով մարդիկ, ասես, այ սա է փոխարինելու հաջորդ իշխանությունը։ Հետևաբար, այդ երկար իշխանավարումը նշանակում է, դու երկրում չունես ինստիտուտներ, որոնք կերտում են նոր կադրեր, ավելի լավ։ Մենք ուղղակի չասում ենք, օրինակ Արման Թաթյանին, որ ասում է, դե եթե փոխնախարար աշխատել, ուրեմն Սերժի մարդն է։ Հիմա բայց մարդը ոնց կերտվեր, եթե որ ու ոչ մի նախագահի ժամանակ ոչ մի պաշտոն չզբաղեցներ։ Մեր համակարգը ոնց որ դաժե թեթև փորձերը բան անել, հետո այնքան լրատվական բանով այդ էժան ինչ որ քննադատությունով, դա շատ էժան բան է, որ եթե դու այս նախագահի ժամանակ ես աշխատել, ուրեմն իր մարդն ես, եւ վсё։ Տեսեք, ես սրա հետ կապված sense Արման Թաթոյանը առնվազն քաղաքական պատասխանատվություն պիտի կրի Սերժի ժամանակվա իր Սերժի հետ համագործակցելու համար, այսպես ասած։ Վերացական եմ ասում։ Բայց թող ասում։ տեսնեն այսօրվա գործիչները, այսօրվա ջահելները, այսպես ասած։ Ժողովուրդ ջան, տեսեք ոնց կարա դուք ուղակի հանուն երկրի գնում եք աշխատում եք մի հատ պաշտոնի, ասում եք երկրի համար ես պաշտոնն եմ, ես գնում եմ աշխատում, փոխնախարար կամ նախարար։ Ժողովուրդ, ձեզնից հետո դա հարցում են անելու, օբյեկտիվ թե սուբյեկտիվ դա արդեն էական չի։ Եվ դա ձեզ համար դառնալու է խնդրեմ։ Որպեսզի այսպես չլինի, ինչ պիտի անենք։ Այ մարդ գործադիրը պիտի գնա իր գործադիրով զբաղվի առանձին։ Օրինակ, էլի գամ, նախարարներին էլ առաջարկում է նախագահը, հաստատում է Գերագույն խորհուրդը, որ վաղը ասեն, բա դու դե ինչ գործ ունես, լսի, Գերագույն խորհուրդը անձի մանդատ տվե, կամ նախարարը, չէ, Գերագույն խորհուրդը հաստատել է, լեգիտիմացրել է այն մանդատը, ում օրոքա դեղը, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց ես այնքան արժանիք եմ ունեցել, որ Գերագույն խորհրդի կողմից լեգիտիմություն եմ ստացել, իսկ դա էլ ձեր ընտրած Գերագույն խորհուրդն է։ Եթե սիստեմները աշխատվեն, էլի եկան այն բաբուչկայի էֆեկտին, նա այնտեղ այդ պուճուր բան է գրել, որ Գերագույն խորհուրդը հաստատում է նախարարներին։ Առաջարկում է նախագահը, հաստատում է Գերագույն խորհուրդը։ Մի պուճուր բանը դրույթ է դա, բայց դա ամբողջ քաղաքական կյանքի մեջ մի հատ մեծ հարց է լուծում։ Այդ օբյեկտիվ թե սուբյեկտիվ է այդ մարդու քննադատությունը։ Այդ մարդն ասում է, Սերժ, ինչ կապ ունի, Հայաստանի Հանրապետությունն էր։ Օրինակ ասեմ, ես հիմա փորձեմ բանը, հա, հիմա էլ ասում են Նիկոլի մոտ, չգիտեմ, ընդդիմություն է աշխատում։ Ժողովուրդ ջան, հիմա Նիկոլի մոտ բոլորս քաղաքացի ենք։ Նիկոլի մոտ մարդիկ բանակ են ծառայում։ Նիկոլի մոտ, Նիկոլի հրամանատարությամբ կոպիտ ասած, գնացել են սահման են պահել կամ պատերազմ են մասը։ Հիմա դառան Նիկոլի երկիրը Նիկոլինը չի, երկիրը մերն է։ Այդ մարդիկ մեր մոտ են աշխատում։ Վաղը մենք էլ որ գնանք քաղաքականություն, պետական ապարատ, մենք երկրի մոտ ենք աշխատում, Նիկոլի մոտ չենք աշխատում։ Ու մեր խնդիրն է այդ Նիկոլի մոտ չլինի կամ վաղը Հայկի մոտ չլինի, չգիտեմ, Նարեկի մոտ չլինի, բայց երկրի մոտ լինի, սահմանադրության մոտ ես աշխատում։ Այդ էլ մեր սահմանադրության մի դրույթ էլ ասեմ, որ գերագույն, բարձրագույն պետական, քաղաքական եւ իրավական ինստիտուտը երկրում դա սահմանադրությունն է։ Սահմանադրությունը բարձրա բոլորից, այսինքն իրավունքի գերակայությունը բարեմաղթանք չի։ Օրենքով արձանագրում ես իրավունքի գերակայությունը սահմանադրությամբ։ Ցանկացած մեկը, որ խնդրեմ ունում մյուսի հետ, ասում է, այլ գնանք սահմանադրության մոտ։ Նա մեզ ճիշտը կասի։ Ցանկացած մեկ, ու դրա համար է տենց սահմանադրությունը պետք է լինի հակիրճ, հասկանալի, ընկալելի, ոչ թե միայն իրավաբանների համար, այլ ամբողջ ժողովրդի համար, որ ամեն մեկը մի 5 հոդված իմանա, որ իրան ամեն օր պետք է գալի։ 5 հոդված։ Ու այդ 5 հոդվածով իր իրավունքներն ու իր բարեկեցիկ կյանքը, իր հանգիստ խախանդ կյանքը կարողանա պաշտպանի իրականացնել։ Դե հիմա Դե սալատներից հարցեր տալ։ Ամենավերջ։ Ոնց չեմ սիրում այդ հարցերը սննդի տեսակի հետ կապված։ Okay, well, ես հետ եմ վերցնում այդ հարցը։ Փոխարեն մի հատ ուրիշ բան տամ։ Այն ամենասկզբից խոսացինք արհեստական բանականության գալու մասին, որ լիքը աշխատատեղեր մինիմում 25%-ով, 30%-ով կարող ավելանան, սենց մի հատ լուծում կա, հա, որ տենց տարբեր վերլուծությունների մեջ, գրքերի մեջ բարձրացում է ունիվերսալ բազային եկամուտ գաղափար կա, որը կամաց շատ երկրներում ներդրվում է, որ քեզ տալիս են գոյատևելու համար անկախ ամեն ինչից, աշխատես թե չաշխատես, ինչ որ մի հատ մինիմալ եկամուտ, մնացածը դու կարաս կողքից ինչ որ բան ստեղծես, կարաս բասկետբոլ խաղաս, կարաս ինչ որ բան ցանես, չցանես,
ինչ որ մի բան մասաժ անես, ինչ որ բարեր սովորես, բան քո արվեստային եւ այլն զարգացնես։ Գուցե այդքան վախենալու բան չի են, որ մի 30%-ը մասնագետների էլ պետքական չի լինի։ Եթե արհեստական բանականությունը գալիս է ու նույն քո հացը ապահովում է, քո բարերն ապահովում է, ամեն ինչ ապահովում է, առողջապահությունը ապահովում է, քեզ մնում է ոնց որ վայելել ու ավելի ստեղծագործ ձևով ուսումնասիրել կյանքը հետազոտել։ Այդ ունիվերսալ բազային եկամուտին ո՞նց եք վերաբերվում։ Սերգեյ ջան, ես այնքան հաճույքով կուզենայի սրա մասին երկար բարակ խոսել։ Մի հատ Հասկացա։ շատ կարևոր բան կա, ընդհանրապես, երբ որ դիտարկում ենք ոնց ենք վերաբերվում բարիքին, տվյալ դեպքում ինչ որ մի հատ բյուջե կա, չէ, որտեղ հավաքվում է փող, ու տենանք այդ փողը ոնց ենք բաշխում, ումից ենք վերցնում, ումի ենք բաժանում։ Դա վերջին հաշվով այդ ունիվերսալ եկամուտը մեկը աշխատում է, մեկը ստեղծում է այդ փողը, որ տալիս ենք այն մյուսներին։ Հա։ Եթե կարճ ոնց ենք անում, որ դա չխթանի պորտաբուծություն, ձրակերություն, որովհետև եթե վերցնում ես մարդկանց նկատմամբ, որ իրանք պատասխանատու կգտնվեն, այ չեն բավարարվի այդքանով, քանի որ մարդը միշտ ավելին է ուզում, բայց լիքը մարդ էլ вообще ավելին չի Մարդ ստավկա կանի այդ փողը։ Հա, բայց հին ու բարի նախանձը պետք է ստեղծանի։ Ես չեմ ասում դրան այո կամ ոչ։ Ինձ դրանից ամենաշատը հետ պահեց, ես ահագին այդ թեմայով մտածում եմ, հետո Շվեյցարիայում այդ հարցը դնում են հանրակրվեի, հիմա ժողովուրդը մերժում է, ասում է ոչ։ Դա լուրջ մտածելու տեղ է։ Սկսա մտածել, ասում եմ, մի րոպե։ Սրանք հենց այնպես չեն ասում ոչ, էլի։ Այնպես լուրջ իրանց հանդամպես հանրակրվեները, այնպես լուրջ հիմնավորում են։ Հետևում եք Շվեյցարիային, ոնց որ Դե իմ պատկերացած լավ մոդելներից է ու այստեղ պետք է հասկանաս այդ ինչ են անում ու ոնց են անում որ տենց ստացվում է։ Մի հատ անեկդոտ պատմեմ։ Դավայ։ Որ ամուսիններով հա վիճվում են բան, այս հարևաններն էլ շատ սիրալիր են էլի ամուսիններով։ Այս անհաշտ ամուսինները ամուսին ասում է գնամ տղամարդ էլի, ասում է գնամ տենամ այնտեղ ոնց են անում սաղորը սիրով են, ոչ հայհոյանք, ոչ գնում տես թաքուն գիշերը պահկվում է, տենց տենա ինչ են անում, տենց գիշերը քնած տեղից մեկը չչալով վերաթռնում կինը։ Ամուսինն ասում է սիրելիս քեզ ի՞նչն արթնացրեց արվակների կարկաչը թե թրջունների դայլայլը, կինը ասում է քոսերն իմ սիրած, քոսերն արթնացրեց ու տենց ամուսիններով իրար սիրում են, ասում է սենց հալնում էլի փաստորեն։ Ու վերակենում գնում է որ տանը տեղայնացնի այդ ամեն ինչը իր ընտանիքում։ Մտնում ատուն տենում է կինը սենց քնահարամ գզգզված սենց աստիճաններով իջնում, հա։ Ասում է սիրելիս քեզ ի՞նչն արթնացրեց։ Թրջունների դայլայլը թե արվակների կարկաչը, հում ասում է հողեմ գլուխդ զուգարան եմ ուզում։ Հիմա լսեք։ Հիմա Շվեյցարիայում նայում ես լավ բաներ կա։ Ուզում ես բերես թե տեղայնացնես։ Եկել ասում ես ժողովուրդը կամ մի զգալի գոնե մաս էլի, ասում է հողեմ գլուխդ։ Ասա տենանք այսօր այս հարցը ոնց ենք լուծելու։ Ընդհանուր բազային եկամուտին զգուշավոր են վերաբերում, սա զգուշավոր։ Մանավանդ ժողովուրդ այդ անցումը իմ կարծիքով, սա իմ կարծիքն է։ Անցումը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նոր իրականության տեղի է ունենալու, բայց մենք այնպես չի լինելու, որ ընդեղ արդեն գիտեք այլմոլորակայիններ են ապրելու։ Այո, փոփոխություններ լինելու է, բայց կյանքը էլի գալու դառնալու է սովորական, այ մինիմալ բազիսային բաներ կան, որ երբեք չի փոխվելու, ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան։ Օրինակ ծուլությունը, թամբալությունը, օրինակ են որ մարդիկ ուզելու են շատ փող աշխատեն ու այդ ստիմուլն է իրանց տանելու ավելի մեծ զարգացվածության։ Եվ դու շատ հարկերով խեղտես են մարդկանց, որպեսզի պահես են մյուսներին։ Այդ մարդիկ ուղղակի չեն զարգացնի։ Ուղղակի առաջընթացը կան։ Ամենառացիոնալ բանն է։ Այո, ամենառացիոնալ բանը ռացիոնալ մարդու ձգտումն է։ Ծուլությունն է։ Ընդհանրապես օրինակ այդ ընտրություններին քիչ մասնակցել բան լուրջ վերլուծություններ կա, որ ռացիոնալ ընտրությունն է։ Ռացիոնալ մարդու ռացիոնալ ընտրությունն է, ոչ մի բան չանի, ամեն ինչ ունենա։ Այս երկու այս սրա մեջ եւ ստիպված եմ աշխատել, որ ինչու եւ սրա մեջ մարդը անընդհատ այսպես գնում է։ Մեծամասնությունը այդպես է։ Շատ քիչ էնտուզիաստներ փոլ դենսինգով զբաղվի այդ։ Ավելին, Սերգեյ, խոսացել եք 18-20 տարեկանների հետ։ Ինչ են ուզում դառնան։ Ինչ են ուզում։ Հələ խոսացեք։ Ինչքան ես եմ իմ փորձն, հա։ Մտքովս չի անցել, ինչ են ուզում։ Ես ես վերջերս մի պացիենտ ունեի, ծնողի հետ էր եկել, ծնողը ասում ինչ, ասում ոչ մի բան։ Այսինքն։ Ասում չէ, մի բան։ Ասում ոչ մի բան։ Մի ուրիշ ասում ինչ, ասում փող։ Ասում լավ, այդ փողը որ եղավ, ինչ ես անելու, այդ փողը մի բանի համար պետք է, չէ՞։ Փող։ Լսի, ու սենց ավելի ու ավելի։ Ասում եմ կինոներ չկան, որտեղ դու նայում ես ու դու դրան նման լինես, էլի հերոսի նման լինես։ Այդ
այդ այն սերունդը չի, որը տենց մոտիվացվելու է ռոմանտիկայով, ահագին պրագմատիկ եւ ռացիոնալ սերունդ է։ Եվ հիմա հարց. ում հաշվին ես այդ բազային եկամուտը ապահովեց, ամենակարևորն է։ Թե չեռնա, ասում է, բանը լավն է, սոցիալական ապահովությունը լավն է, բայց մի օր այդ ում հաշվին որ փողերը բերում ես, այդ փողերը պրծնում են։ Մի օր փողերը պրծնում են։ Այնպես որ չեմ բացառում դա, բայց դա իմ կարծիքով ամենալավ լուծումը չի, որովհետև թող ինձ ապացուցեն, թե ոնց են կանխում ձրիակերությունը։ Հիմա ապացուցեմ 27 վայրկյանում։ Նախ ոնց է դա ստեղծում։ Դա ստեղծում է տեխնոլոգիաների զարգացման միջոցով, հա։ Խնդիրն է, որ մենք վախենում ենք, հեսա AI-ը կվերցնի տաքսիստների աշխատատեղերը, բժիշկների, չգիտեմ, շինարարների, մեքենաշինների եւ այլն, ասենք վերցրեց, այդ նշանակում է AI-ը ստեղծում է այն բոլոր բարիկները, որոնք այս մարդիկ են Ոչ, տեղից առաջանում են նոր աշխատատեղեր։ Ցանկացած ինդուստրիալ կամ չգիտեմ տեխնոլոգիական կամ գյուղատնտեսական հեղափոխություն փակում է աշխատատեղերի մի մասը, ստեղծում է բոլորովին նույն, միգուցե ավելի շատ աշխատատեղեր։ Արդյունքում խնդիրը այս անցման մեջ է։ Ճգնաժամը, կրիզիսը անցման ժամանակ է լինում, երբ որ ես հին վիճակից անցնում ես նոր վիճակի, թե չէ, տեխնոլոգիական զարգացումը մարդկությունը կրկնապատկվել, եռապատկվել, երևի հնգապատկվել է այս վերջի 100 տարվա ընթացքում։ Բայց նես չի որ աշխատատեղերի դեֆիցիտ կա մեծ։ Նոր աշխատատեղեր կան, խնդիրը անցման շրջանին է։ Օրինակ բանկոմատների հետ օրինակ կա, որ ասում են, երբ որ բանկոմատները դին, ասի եւ հեսա բանկերի կեսը փակվելու են, աշխատատեղերի կեսը բանկերին փակվելու են։ Աշխատատեղերի կեսը բանկերում չփակվեցին բանկոմատների հետ։ Հակառակը, մարդիկ ավելի շատ բանկային գործարքների անցան։ Ու ինչքան բանկային գործարքներ շատ են անում, այնքան բանկային աշխատողների կարիք է զգացվում։ Այսինքն տեխնոլոգիան փակում է մի խումբ աշխատատեղեր, բացում է նորը։ Եվ այնտեղ մեկը լիքը չարչարվողներ են լինելու։ Այնպես չի որ չեն չարչարվելու, այլ չարչարանքով են չարչարվելու։ Եվ այդտեղից եմ ես այդ չեմ տենում, որ վերջ մենք մտնում ենք կոմունիզմի դարաշրջան։ Չի լինելու կոմունիզմ, գոնե առաջիկա չգիտեմ ինչքան ժամանակ։ Իմ օրոք չի լինելու կոմունիզմ։ Դե ուրեմն այդ բազային եկամտի կարիքն էլ կարող է այդքան շուտ պետք չլինի, բայց եթե գանք դրան որ պետք կլինի, մարդկանց կարելի է խրախուսել, որ տարբեր հանրօգուտ միջոցառումների մեջ ներգրավելով, ասենք նես չի որ ուղղակի տանը նստած ես, քեզ բազային եկամուտ են տալի, շաբաթում երկու անգամ դի ծառ տնկես, ջրես, պետք է ձեր համայնքի բասկետբոլի թիմի մեջ շաբաթը մեկ մասնակցես, պետք է երեխեքին գիրք կարդաս, ինչ որ գրադարանում, տենց 1000 մի ձև կա շարգրգրել, որ այդ մարդը ինչ որ մի օգտակար բան ունի ու ստանա իր թուլափայը։ Ես Այդ թողելու եք։ Լավ, հիմա նայեք։ Ես հաուզում եմ մի քիչ բարդ բաներից յանի չխոսամ։ Օրինակ ես։ Հաուզում եմ, բայց մի հատ շատ կարևոր պահ կա։ Ընդհանրապես ռեսուրսները, միջոցները պայմանական կարանք բաժանենք 3 մասի։ Մեկ անսպառ ռեսուրսներ, որը ոչ մի ձև չի կառավարվում եւ ոչ մի ձև չի վերածվում, օրինակ շնչվող օդը։ Ռեսուրսներ, որոնք սահմանափակ են, բայց եթե բոլորը օգտվեն առանց տուն տանելու, այսպես ժողովրդական բառ, օրինակ արոտավայրը։ Եթե այդ արոտավայրից խոտ չքաղեն տուն տանեն, ամեն մեկը բերի իր անասուններին արածի, սա համայնքային ռեսուրսներ։ Ո՞վ կոմունիզմ է գալիս։ Համայնքային ռեսուրսները բավարարում է որ բոլորը օգտվեն դրանից, ամեն մեկը Հյուսիսային Կորեայում էլ բավարարում։ Եվ կան դեֆիցիտային ռեսուրսներ, որոնք միայն մասնավոր սեփականության եւ կապիտալիստական օրենքներով է հնարավոր կարգավորել։ Ուրեմն, կախված ռեսուրսի քանակի, իդեպ ամեն ռեսուրսից օգտվելը դա մշակույթն է ուզում, որը նշանակում է տարիների ձևավորման աշխատանք, հարաբերությունների ձևավորման տարիներով աշխատանք։ Դից արագ եմ ասում, 3 ռեժիմ կա։ Եթե հանգած փոխեցիք դեֆիցիտային ռեսուրսները, որոնք բոլորին համաչափ չեն բավարարելու, դնենք համայնքային կառավարման տակ, օրինակ կոլխոզ, պրավալա լինելու, ձախողվելու է դա։ Եթե փորձում ենք, չգիտեմ, դնենք անսպառ կառավարման տակ, էլի ձախողվելու է։ Պետք է նախ հասկանանք տվյալ ռեսուրսը, որ մենք ունենք, օրինակ բյուջեում սոցիալական ապահովությունը որպես բարիք։ Եթե մենք սոցիալական ապահովությունը որպես բարիք այնքան կա, որ ամեն մեկը իր ուզածի չափով կարող անդեղից վերցնի, կամ ինչ որ մինիմում 10 ասես, կարելի է դա որպես հանրային բարիք դրան վերաբերվել, ամեն մեկ իր այսպես մինիմալ անհրաժեշտ օգտագործի։ Բայց եթե դա այդ առատության աստիճանը չունի եւ դրանից օգտվելու մշակույթն էլ հատուկ չկա,
ասենք մարդը ասել է, «Ինչ լավ է, ուրեմն ոչ մի գործ չեմ անի, մշակույթ չկա, որ դրանից օգտվում ես ու էլի քո վրա աշխատում ես»։ Ուրեմն գնալու ենք կապիտալիստական բարքերին։ Ստեղ ես մի քիչ ասենց արագ ասեցի, բայց ընդհանրապես նման հարցերը լուծվում է տվյալ ռեսուրսի, առատության կամ դեֆիցիտի աստիճանով պայմանավորված։ Դա ուրիշ երկար ու բարդ, չէ, այդքան բարդ չէ, բարձ կարանք խոսալ։ Երկար ու այսպես խոճուշ թեմա է։ Ռեսուրսները ինչ աստիճանի ունես եւ մինիմալ բազային հնարավորություն ես, թե չէ։ Դե կարող save անենք, հետո եւա Այո։ խոսացան։ Շնորհակալություն պարոն Ես էլ Մանուկյան։ շնորհակալ եմ։ Լուրջ կասներ, բարեկամներ, բաժանորդագրվում եք, շարունակում եք հետևել։ Եթե հարցեր կան, կոմենտներում գրեք, պարոն Անասյանը ժամանակի եթերների կպատասխանի եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։